Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ֆինանսների և աշխատանքի վերաբերյալ։ Կլինի այս քարտերով գումարի հետ կապված, այս քարտերով աշխատանքի հետ կապված։ Բոլոր կենդանակերպի նշանների համար։ Գնայինք նոյեմբեր ամիսը, նոյեմբերի յուրաքանչյուր 10-օրյակը, այսինքն 11-ից մինչև 10-ը, 11-ից մինչև 20-ը, այդպես, և վերջին 10 օրը, 21-ից մինչև 30-ը։ Ոչ մի բան պետք չի պահել, ովքեր որ աշխատանք են փնտրում, միգուցե պատասխանը գտնեք այստեղ, աշխատանքի հետ կապված յուրաքանչյուր ինչ-որ հարցեր, եթե կան, ապա դրանց պատասխանները ևս կարող եք գտնել այս քարտերի մեջ։ Այսքանը գնայինք խոյերի։ Ֆինանսական վիճակը խոյերի նոյեմբեր ամսին, առաջին 10-օրյակ, երկրորդ և երրորդ 10-օրյակ, և աշխատանքը խոյերի աշխատանքը նոյեմբերին, առաջին 10-օրյակ, երկրորդ և երրորդ 10-օրյակ։ Տեսնենք առաջին 10-օրյակում ինչ է ասում, այստեղ հիանալի, ուղղակի հիանալի քարտեր են։ Ձեզ մոտ փոփոխությունների ժամանակն է, հաջողության ժամանակն է, նոր ցիկլ է մտնում ձեր կյանք, նոր հնարավորություններ և աշխատանքում, և ֆինանսական վիճակում, փոփոխությունները դեպի լավն են իհարկե, ֆորտունան միայն դա է ասում, նաև ձեր ֆինանսական հարցերում նոր հնարավորություններ կունենաք, շատ հանկարծակի կլինի այդ փոփոխությունները, եթե կմտնեն ձեր կյանք, միգուցե նաև այստեղ նոր եկամտի աղբյուր եք գտնում ձեզ համար։ Առհասարակ երկուսն էլ պետք է պատրաստ լինել, որովհետև ինքը ֆորտունան, երբ որ ընկնում է արդեն, դա նշանակում է հաջողության ժամանակն է, բայց ինքը պտտվում է և մարդը այդ պտույտի հետ իր հոսքը կորցնում է և կորցնում է նաև հաջողությունը։ Կարիերայում նույնպես հաջողություն է ձեզ սպասվում, որևիցե իրադարձությունից ելնելով, ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ ձեզ մոտ, և դա փոխի ձեր կարգավիճակը, ձեր կարիերան, ձեր հնարավորությունները, մի խոսքով սա հիանալի քարտ է հենց գումարային առումով, և իհարկե եթե վերագրենք աշխատանքի համար ևս այն հիանալի քարտ է, բացի այն այստեղ աշխատանքի քարտը ևս ինչ-որ մի բան կարող եք նշել, միգուցե աշխատանքի եք ընդունվում, դա եք նշում, ոմանք նաև, սա նաև հասարակական գործունեություն է, որը կանեք, միգուցե նաև այնպիսի աշխատանք եք անցնում, կամ այնպիսի աշխատանք եք անում, կամ երկրորդ որպես եկամտի աղբյուր է դա ձեզ համար, որը կապված է անմիջապես հասարակության հետ, որովհետև գործողություններ կարող եք անել, այնտեղ ինտերնետով կարող եք որևիցե մի բաներ վաճառել, կամ ցույց տալ ձեզ, կամ բլոգեր լինեք, կամ ինչ-որ մի բան, որը որ ևս էլի ձեզ կկապի հասարակության հետ, և հնարավոր է աշխատանքի ընդունվեք, որն էլ որ կնշեք այդ 10 օրվա ընթացքում։ Տեսնենք երկրորդ 10-օրյակը, իհարկե նոյեմբերի 11-ից մինչև 20-ը։ ԵՒս աշխատանքում, ևս կարող եմ ասել, այստեղ կայունություն է, առաջ խաղացում է, և ֆինանսական վիճակը, և ձեր աշխատանքը, այստեղ ոնց որ առաջ խաղացում է, գնում եք դեպի առաջ,
եւ ինչ որ չափով էլ նաեւ կայունություն է դա մտցնում ձեր կյանք եւ ֆինանսական առումով եւ աշխատանքի առումով բնական է ոնց որ արդեն կարող մխրճվում եք հա այդ գործի մեջ եւ գիտեք որ հստակ այդտեղ եք աշխատում հստակ որ այդ աշխատանքն եք անում այդ բիզնեսով եք զբաղվում որը ավելի ամուր է Ոմանք նաև կլավանա ձեր աշխատանքային վիճակը, միգուցե թե բիզնես ունեք, բիզնեսը ավելի կլավացնեք, կկարգավորեք, նաև հավանականությունը շատ մեծ է, որ կկարողանաք որևիցե պաշտոն ստանալ։ Իսկ ֆինանսական առումով քիչ-քիչ, ֆինանսները եւ այստեղ կայունությունը եւ դա է ցույց տալիս ֆինանսական վիճակը քիչ-քիչ բարելավում է ձեզ մոտ։ Եվ եթե ֆինանսական որևիցե հարցեր ունեք, որևիցե խնդիրներ ունեք, ապա դա հաջողությամբ կավարտվի։ Աշխատանքում եւս, հա, կայունությունը այնպիսի աշխատանք է, որ դուք վստահ եք, որ այդտեղ երկար կմնաք, հենց այդ աշխատանքի վայրում կմնաք շատ երկար ժամանակ, նաև սա նշանակում է աշխատանք, որը որ ձեզ ուղղակի պահում է, բռնել է ձեզ, այդպես կարելի է ասել, բայց եւ չի թողնում առաջ խաղացում ունենաք։ Այսինքն միգուցե այստեղ երկուսն էլ այստեղ ասում է, հա, եւ առաջ խաղացում ունեք, եւ միգուցե մեկ կողը երկու աշխատանքով եք զբաղվում, բիզնեսը առաջ եք տանում, բայց աշխատանքը ձեզ կապել է եւ չի թողնում ձեզ, որ դուք ձեր բիզնեսը առաջ տանեք, կամ ինչ որ մի աշխատանք է, որը ֆիքսվել եք դրա վրա եւ առաջ տանելու համար կամ միգուցե դուք չեք ուզում, բայց այստեղ ինստինկտյան, հա, այս մյուս քարտը հենց դա է ասում, որ առաջ խաղացում ունեք, կայունություն ունեք ձեր աշխատանքում։ Պետք չի, դե դա սա տարբեր մարդկանց համար եմ նշում, մարդիկ կան կարող է իրոք բռնվել են ինչ որ մի գործից եւ չեն թողնում գնան մեկ ուրիշ տեղ, որպեսզի այդ աշխատանքը առաջ գնա, իրենց գործունեությունը առաջ տանեն։ Եվ 20-ից մինչև 30 նոյեմբերի։ Ամսվա 3-րդ հատվածում արդեն դեպի դեկտեմբերին մոտ այստեղ նոր իդեաներ կարող են հայտնվել ձեզ մոտ, նոր գաղափարներ կա, ինչ որ մի բանի հետաքրքրված կլինեք, հետաքրքրություն կունենաք ինչ որ մի գործի հետ կապված, ոմանք կարող են ցանկանալ սովորել, նաև ինչ որ մի process կարող եք անալիզ անել, դուք ինքներդ ձեր մեջ միգուցե ինչ որ գործունեություն է ձեր աչքի տակով այդպես պոչով տեսել եք եւ մտածում եք այդ գործունեությունը անեք եւ սովորեք նաեւ թե դա ինչպես պետք է անել ֆինանսական առումով նաեւ սա ֆինանսական որևիցե նոր եկամտի աղբյուրներ կարող եք փնտրել իդեպ ամբողջ ամիսը շատ լավ է, բայց դուք եւս էլի մեկնել եք փնտրում, որպեսզի ավելի լավանա ձեր ֆինանսական վիճակը, նոր հնարավորություններ եք փնտրում ֆինանսական։ Նաեւ կարող եք ավելի շատ գումարի մանրուքներին, հա, ուշադրություն դարձնել, միգուցե արդեն հետ գցեք մի փոքր ամանորի հետ կապված, որպեսզի ամանորը նշեք։ Ինչ որ ավելի զգուշությամբ կվարվեք ձեր գումարների հետ։ Իսկ աշխատանքի վայրում ձեր հարգանքը ավելի կմեծանա, ավելի հեղինակավոր կդառնաք, ոմանք նաև բարձր պաշտոն կունենան, միգուցե հենց այդ եթե ունեք այդ պաշտոնը, ապա այդ պաշտոնում է, հա, ոնց որ այստեղ ամրացնում եք ավելի այդ պաշտոնը եւս հա ովքեր որ չունեն հնարավորությունը շատ մեծ է որ ձեզ պաշտոն տան եւ հնարավոր է նաեւ ոմանք իրենց մասնագիտությունը փոխեն ավելի շատ ստեղծագործությանը տրամադրվեք ինչ որ ստեղծագործական աշխատանքներին նկարչությանը նաեւ սա վերաբերվում է որ կարող եք պետական հիմնարկություններում աշխատել կամ որպես պետական աշխատող այսինքն չինովնիկ կամ ինչ որ պատգամավոր կամ նմանատիպ ոչ մի բան կարող եք ցանկանալ այսքանը ձեզ համար թող որ նոյեմբեր ամիսը ինչպես որ ձեր քարտերն է ցույց տալիս ամենահիանալին լինի ձեզ համար այսքանը գնայինք ցուլերին Ինչ է սպասվում ցուլերին
նոյեմբեր ամսին, առաջին կեսը իհարկե, սա ուզում էր դուրս գալ, երկրորդ կեսը, նոյեմբերի 11-ից մինչև 20-ը, և երրորդ կեսը 21-ից մինչև 30-ը։ Տեսնենք աշխատանքը, ես նաև աշխատանքը այս մյուս քարտերով էլ եմ նշում, այնպես որ ունենում եք երկու կանխատեսում աշխատանքի վերաբերյալ։ Աշխատանքը ցուլերի, երկրորդ կես և երրորդ կես։ Տեսնենք առաջին կեսում այստեղ։ Նոյեմբերի սկզբին մի փոքր անհանգստանում եք աշխատանքի հետ կապված, մի փոքր կարող է նաև ստրեսի մեջ եք, այստեղ ոմանք ունենան պայմանագրեր, ոմանք կամ կկնքեք, կամ կխոսեք այդ համաձայնագիր նաև կարող է լինել, ոմանք կգնան սովորելու, նաև սա նշանակում է շատ եք տանջվում, կարող է նաև ուղեղի հետ է կապված, այսինքն այնպիսի աշխատանք է կատարում, որ ինքը ֆիզիկապես չի, ֆիզիկական աշխատանք չի, այլ մտավոր է, և դուք շատ եք մտածում, դա է միգուցե ցույց տալիս, և բավականին շատ շփում կունենաք նաև ձեր աշխատողների հետ, ում հետ որ աշխատում եք, ձեր աշխատակիցների հետ, նաև դա բամբասանք է, որը չի բացառվում, բամբասում են ձեր հետևից։ Իսկ տարո քարտերով ցույց է տալիս, որ միասնական որևիցե ստեղծագործական աշխատանքով կարող եք զբաղվել դուք և ինչ-որ մեկը, նաև գործնական, այստեղ, եթե տեսնում ենք, այստեղ մեկը մյուսին ձեռք է մեկնում, ինչ-որ մեկը կարող է ձեզ ձեռք մեկնել, օգնել, աշխատանքի հետ կապված սովորեցնել նաև ձեզ, կամ դուք կարող եք դիմել, որպեսզի ինչ-որ մի աշխատանք ձեզ սովորեցնել, դրա համար այստեղ միգուցե սովորում եք, նոր բան եք սովորում աշխատանքի մեջ։ Նաև ոնց որ ձեր գոլեգաներից սովորեք որևիցե նմանատիպ ինչ-որ մի բան։ Ֆինանսական առումով ևս հնարավոր է այստեղ օգնեն ձեզ, եթե դրա կարիքը ունեք, մեկը մյուսին կարող է գումար տալ, մեկը մյուսին նաև ռեսուրսներով կարող եք կիսվել ինչ-որ մեկի հետ։ Ամենայն դեպս, եթե ձեզ ֆինանսական օգնություն պետք գա այս շաբաթվա ընթացքում, ապա ձեզ կօգնեն։ Միգուցե նաև պետք չի գալիս, բայց պետությունը նաև ձեզ օգնում է այդ հարցում։ Նոյեմբերի երկրորդ կեսը։ Աշխատանքում այստեղ երկու տարբերակներ ունեք։ Ընդհանրապես սա ֆինանսների համար եմ գցել, բայց նաև աշխատանքի համար ևս անհանգստանում եք, միգուցե նաև երկու քարի արանք եք, և այստեղ կարող է վերջնական որոշում կայացնեք դուք, թե ինչ եք ուզում անել, ինչպես եք ուզում այն անել, և ձեր ցանկությունները ի վերջո կարող են կատարվել, այնինչը որ դուք այստեղ բավականին անհանգստանում եք, ինչ-որ անորոշություն է ձեզ մոտ, նաև շատ կարևոր քայլ պետք է անեք, շատ կարևոր որոշում պետք է կայացնեք։ Նաև ուշադիր եղեք, որպեսզի վեճի մեջ չընկնեք աշխատանքի վայրում, միևնույնն է, այստեղ ևս սա աշխատանքի քարտը մեկ այլ բան է ասում, միգուցե այդ կոնֆլիկտը կար, և հիմա արդեն այդ ամեն ինչը անցնում է, միգուցե կոնֆլիկտ կլինի, բայց ամեն ինչ շատ բարեհաջող կավարտվի ձեզ մոտ։ Իսկ գումարային առումով պետք է անպայման մի հատ ծանրութ հետև անեք, վերջնականապես, հետո նոր որոշում կայացնեք, միգուցե ինչ-որ մի բան եք ուզում գնել մեծ և դրա համար պետք է անպայման լավ երկար մտածել, ծանրութ հետև անել, նոր հետո որոշում կայացնել։ Եվ այն ինչը, որ ձեզ անհանգստացնում էր այս շաբաթվա ընթացքում, կախված աշխատանքի հետ, ապա այդ ամենը ձեզ մոտ կանցնի, լույս կբացվի, միգուցե նաև օտար երկրում եք աշխատանք կարողանում գտնել և գնում եք այնտեղ աշխատելու, ինչ-որ գործունեություն եք ծավալում, միգուցե դա է անհանգստացնում է ձեզ, ծանրութ հետև եք անում, արդյոք արժի գնալ, արդյոք արժի
այդ գործունեության համար գնալ մեկ այլ քաղաք կամ մեկ այլ երկիր։ Եվ ոչ ինչ որ մի լուր կլսեք, թեկուզ հերվում, միգուցե դիմել եք աշխատանքի համար եւ դրա պատասխանը կստանաք։ Իսկ նոյեմբերի արդեն վերջին շաբաթը, վերջին 10 օրը երկու քարտն էլ նույն բանն են ասում, որ հաջողություն է ձեզ սպասվում, միգուցե այս անհանգստությունները իրոք անցնում են ձեր ներսից եւ հիմա արդեն կարգավորվում է ամեն ինչ։ Եթե ինչ-որ խնդիր ունեք, ապա այդ խնդրին լուծում կտրվի, հաջողություն ունեք նաեւ։ Սա ոչ է պայմանագիր է, որը կկնքեք աշխատանքի հետ կապված, կամ կարող եք դադարեցնել, կամ կարող եք հենց որովհետև բանալին ձեր ձեռքն է, դուք եք որոշում։ Դադարեցնում եք այդ աշխատանքը, թե շարունակում եք այդ աշխատանքը։ Նոր հնարավորություններ ձեր առջև կբացվեն։ Ֆինանսական առումով կհասնեք ձեր ուզած նպատակներին, նաև աշխատանքի հետ կապված, այդ ամեն ինչ իրոք կանցնի եւ ձեզ մոտ արդեն միգուցե մարդիկ կամ բիզնեսի համար են անհանգստանում, հենց աշխատանքի համար եք այստեղ անհանգստանում եւ սա նորից էլի ծանրու թեթև եք անում որևիցե հարցեր եւ այստեղ արդեն պայմանագիր եւ այլն կարող կնքել եւ ամեն ինչ նորմալ ընկնի իր տեղը։ Ամենայն դեպս եւ կկարողանաք ձեր գումարները վերցնել կոնտրոլի տակ, այդպես կարելի ասել, եւ թե որը ինչպես պետք է ծախսեք։ Եվ յուրաքանչյուր ֆինանսական ներդրում, յուրաքանչյուր ֆինանսական նպատակ, որ դուք ունեք, այդ նպատակները ի վերջո ձեզ հաջողություն կբերեն։ Իսկ աշխատանքում, եթե բարձրունք, ապա դա միայն կունենաք ձեր հաստատուն լինելով եւ իհարկե ձեր մասնագիտական որակների շնորհիվ։ Այսքանը ձեզ համար, թող նոյեմբեր ամիսը ձեզ համար միայն հաջողություններ բերի։ Գնանք եկվորյակներին։ Տեսնենք եկվորյակներին ինչ է սպասվում ֆինանսական առումով, աշխատանքային առումով։ Նոյեմբեր ամսին գումարային առումով, հա, գումարները եկվորյակների։ Առաջին կեսը, երկրորդ կեսը եւ երրորդը։ Եվ տեսնենք աշխատանքի հետ կապված ինչ փոփոխություններ կան։ Աշխատանքը եկվորյակների նոյեմբերին առաջին կես, երկրորդ կես եւ երրորդ կեսը։ Հետաքրքիր է։ Եթե անգլերենից լավ եք։ Բացի այն, որ անգլերենից լավ էլ լինեք, նկարները դուք տեսեք, երկուսն էլ արև են ընկել, հենց առաջին մինչև 10 օրը։ Բնականաբար, այստեղ միայն պետք է ասեմ աշխատանքում հաջողություն, ֆինանսներում հաջողություն, ծաղկում, զարգացում, առաջ խաղացում, միայն լավ բաներ, այստեղ ես ուրիշ ոչինչ չեմ կարողանա ասել ձեզ։ Այն ինչ նպատակները, որ դրել եք, այդ նպատակները կիրականանա, կարիերայում առաջ խաղացում, զարգացում, ձեր ժամանակն է, որ դուք փայլեք, ձեզ ցույց տաք, հա, այդ ժամանակն է, հա, արևը լույս է տալիս եւ դուք արևի նման փայլեք ձեր աշխատանքի վայրում, նաեւ միգուցե այնքան գումարներ գան, միգուցե ժառանգություն եք ստանում, միգուցե ֆինանսական օգնություն եք ստանում, ինչ որ մի բան է, որը որ ձեզ այդպես գլուսավորի եւ ավելի երևացող կլինեք, այդպես կարելի ասել։ Եթե ուզում եք վարկ ձևակերպել, ապա վարկը միանշանակ այստեղ ձեզ կտան, միգուցե բոնուս եք ստանում աշխատավայրից, միգուցե աշխատանք եք գտնում եւ բարձր աշխատավարձով է եւ դրա համար այդպես փայլում եք, ուրախ եք, որովհետեւ կկարողանաք յուրաքանչյուր բան անել այն ինչ որ դուք եք ուզում։ Յուրաքանչյուր հարցում կհասնեք այն արդյունքներին, որը որ դուք եք ուզում։ Ինչպիսին որ դուք եք պատկերացնում ձեր ֆինանսական եւ նաեւ աշխատանքային վիճակը, այստեղ ոմանք կուրախանան, որովհետեւ աշխատանք կգտնեն։ Միայն ուրախություն է այստեղ եւ ես ուրիշ ինչ որ պահեր չեմ կարող ասել, բացի ամենալավ պահերից։ Այստեղ մարդը եթե
ինչ որ բանից նեղվում էր, ապա հիմա այն ինչ որ նեղվում եք, հիմա ձեզ մոտ ամեն ինչ փոխվում է։ Եվ բնականաբար դեպի լավը։ Այնքան եք ուրախանալու, որ այդպես դուք ներսից նաև ճառայք եք, հա, այդպես կարելի ասել։ Տեսնենք երկրորդ հատվածը, որովհետև առաջին հատվածը երկու քարտերն են նույնն էր եւ այդպես նայեք երկրորդ հատվածում եւս նայեք ինչ որ վստահ նստած եք, որովհետև ամեն ինչը ձեզ մոտ նորմալ է, ամեն ինչը ձեզ մոտ կայուն է, ֆինանսական ոչ մի խնդիրներ չունեք, աշխատանքում սա ցույց է տալիս, որ կամ լավ աշխատանք եք գտնելու, որը բավականին բարձր աշխատավարձ ունի, կամ միգուցե բոնուս եք ստանում, որը եւս էլի ձեզ ուրախացնում է։ Այնպես որ այստեղ դիրքը ոմանք աշխատանքում եւս կարող եք որևիցե պաշտոն ստանալ եւ դրանով էլ ոնց որ այդպես ինչ որ դիրքի նստած լինեք, հա, մարդ իրենից գոհ է, միգուցե պայմանագիր եք ընկնում, միգուցե աշխատանքի եք ընդունվում, միգուցե ֆինանսական վիճակն է ձեր շատ լավանում եւ դա համար այդպես ավելի ձեզ ավելի լավ եք զգում, հա, ոնց որ մարդը փոխված լինի, ավելի գոհ, եթե այստեղ քարտը որ մոտեցնեք, նայեք, կտեսնեք, հա, մարդ իրանից գոհ նստած եւ ինքը կամ իրեն են շնորհավորում, կամ ինքը իր ստացած արդյունքներից է գոհ։ Միգուցե բիզնես ունակ եւ բիզնեսը այնպես է ծաղկում, այնպես է ձեզ գումարներ բերում, դա համար այդ վիճակում եք։ Կհասնեք ձեր նպատակներին, հաջողություն կունենաք, դուք ոնց որ մարդը որ հասնում է իր ուզածին, բավարարվածություն է հաստանում, այդ վիճակում կլինեք։ Նաև ֆինանսական բարեկեցություն է այստեղ սպասվում, եթե վարկ եք ուզում ձևակերպեք, այստեղ ձեզ ամիջապես կտան, որովհետև կարող է աշխատավարձն է բարձր եւ դրա հիման վրա են կարողանում ձեզ ավելի վարկը ձևակերպել։ Եվ նաև դուք ոնց որ ձեր ջանքերի շնորհիվ եք հասնելու այդ ամենին, ինչը որ կա եւ ձեզանից գոհ նստելու եք, որ ի վերջո դուք հասաք դրան, ինչի հետևից որ ընկածեիք, ինչ որ ուզում եք։ Տեսնենք երրորդը, այստեղ արդեն շաբաթվա ամսվա վերջ արդեն ոնց որ երկուսն էլ նույն բանն է ասում, նայեք, եթե տեսնում եք, երկուսն էլ այստեղ ինչ որ վեճեր են եւ աշխատանքի վայրում եւ գումարային։ Դե համար եթե գումար է գալիս ձեր ձեռքում եւ եթե հատկապես պարտքեր ունեք, անպայման այդ պարտքերը պետք է տաք, որովհետեւ այստեղ հետո խնդիրներ կարող է լինել այստեղ վեճը։ Գումարային առումով, աշխատանքի վայրում։ Եթե բիզնես ունեք կամ աշխատանքի վայրում, որ մեկը ձեզ հետ մրցում է, մրցակցության մեջ է ընկած։ Եվ ովքեր որ բիզնես ունեն, եւս հա կարող է ինչ որ մեկը հայտնվել, ով որ նմանատիպ ինչ որ մի բան անի եւ արդեն մտնեք մրցակցության մեջ, թե ով է ավելի լավ անում, ով է հա ավելի համով անում, եթե ուտելիք է։ Եվ պետք է մի փոքր սրամիտ լինեք, որպեսզի կարողանաք հասնել ամսվա վերջ ձեր ցանկացած հաջողությանը։ Եվ իհարկե գումարային առումով այստեղ եւս հա ասացի, որ ինքը այսպես թե այնպես վեճ է գումարի հետ կապված կարող է պարտքեք կամ ով ավելի շատ գումար ունի կարող ընտանիքի անդամներով եք, հա, թե ով է ավելի բարձր աշխատավարձ ստանում, ամուսինը թե կինը, միգուցե նման հարցերի շուրջ եք բախվելու։ Եվ դուք ինքներդ էլի պետք է կարողանաք ձեր սահմանները գծել կոլեկտիվում եւ իհարկե ֆինանսական առումով ոնց որ ձեր դիրքը կամրապնդեք, հա ձերը կասեք, այդպես։ Դրա համար էլ պայքարում եք դրա համար։ Այսքանը ձեզ համար թող որ նոյեմբերը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը։ Հաջողություններով լի։ Գնանք խեցգետիններին, տեսնենք խեցգետիններին ինչ է սպասվում նոյեմբերին ֆինանսական առումով եւ աշխատանքային առումով։ Ֆինանսները ավելի շատ խեցգետինների նոյեմբեր ամսվա առաջին կեսը, երկրորդ կեսը
եւ երրորդը։ Եվ սա ավելի շատ աշխատանքն է, բայց եւս նա էլ եմ անպայման շեշտում աշխատանքի հետ կապված, որտեղ ընդհանուր առմամբ աշխատանք եւ ֆինանսները իրանք նույն բանն են, կարելի այդպես ասել։ Աշխատանքը խեցգետինների նոյեմբերին առաջին կես, երկրորդ եւ երրորդ կեսը։ Հետաքրքիր է, այստեղ կարելի ասել երկուսն էլ նմանատիպ որևիցե կանխատեսում ունեն։ Նա ավելի շատ ոնց որ ամեն ինչը մարդը ավելի այսպես ոնց ասեմ այդ բառը արդարադատությամբ է լուծում։ Միգուցե նաև այնքի հետ կապված կամ գումարի հետ կապված, միգուցե կամ այստեղ հարկայինն է կամ այնտեղ ով կամ մեկն էլ կա որ գալիս հարկադիրը նաև, հա, միգուցե նաև նմանատիպ վայրեր, միգուցե ֆինանսական ինչ-որ վեճի մեջ է օրինակ դատարաններում։ Սա նաև նշանակում է կարմայական որովհետեւ ինչ-որ իրավիճակ է ձեզ մոտ լինում։ Նաև ինչ-որ մի բան կարող է արթնանալ ձեզ մոտ, չգիտեմ, միգուցե գումար վաստակելու հետ կապված, դա կարող է լինել աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, ինչ-որ մի բան է, որը ձեզ կձգի, որ դուք գնաք հենց դա անեք։ Ոնց որ ցանկությունը շատ մեծ կլինի։ Նաև որովհետեւ այն 5 գործերը կարող եք անել, ավարտել այս 10 օրվա ընթացքում եւ ամեն ինչը օրենքի սահմաններում իհարկե։ Նաև կարող եք վարձատրվել ձեր ճիշտ ապրածի համար, ձեր ճիշտ վարքագծի համար, դա կարող է լինել ֆինանսական օգնություն, կարող է լինել աշխատանք, որը շատ էիք ուզում, ձեր ապրածով, եթե ճիշտ եք ապրել, ոնց որ ձեզ երկնքից կարելի այդպես ասել տալիս են այդ հնարավորությունը, որպեսզի դուք ունենաք այդ աշխատանքը, որ ասում եք, ես ում ինչ լավություն էի արել, հա, որ ես այս աշխատանքին եմ, որ այս աշխատանքը շատ դժվար է ընդունվել, կամ այս աշխատավարձը, դե չգիտեմ ով է ստանում, ոնց եմ արել, հա, ինչ եմ արել ես իմ կյանքում։ Ոնց որ նմանատիպ որևիցե մի պահ է այստեղ ձեզ մոտ։ Ամենայն դեպս ձեր ձգտումների միջոցով էլ եւս, հա, դուք հասնում եք ձեր ուզածին։ Սա նաև նոր բանի սկիզբ է, նոր աշխատանքի սկիզբ է, նոր գումար վաստակելու սկիզբ է, նոր եկամտի սկիզբ է եւ նոր հնարավորություններ են, նոր վերջնական որոշում է, որը կարող եք կայացնել, որից հետո էլ հա ոնց որ նոր բան կմտնի ձեր կյանք։ Ովքեր որ բիզնես ունեն, ապա մի փոքր այստեղ ուշադիր եղեք, որպեսզի պետական հա այդ հարկային, հարկադիր, ինչպես որ ասեցի, չգան, չմտնեն, չստուգեն կամ ամեն ինչը, հա, որը պետք է ճիշտ լինի, հա, այս մյուս քարտով պետք է ամեն ինչը ճիշտ լինի, որ հանկարծ չգան եւ սխալներ չգտնեն ձեր աշխատանքի մեջ, ձեր ֆինանսների մեջ նույնպես։ Եվ սա նաև կարող է պաշտոն է, ձեր տնօրենին է ցույց տալիս, կարող է այդ 10 օրվա ընթացքում ոչ պատվեր ստանաք, եթե նման գործեր եք անում, շատ մեծ պատվեր կարող է լինել կամ հարուստ մեկը կարող է պատվիրել եւ ամեն ինչը պետք է ճիշտ անել։ Ամեն ինչը պետք է արդարացի լինի, ամեն ինչը օրենքի սահմաններում, ոչինչ չպետք է այստեղ խախտվի այս 10 օրվա ընթացքում։ Տեսնենք հաջորդը։ Այստեղ աշխատանքը մի փոքր խոչընդոտներ է ձեզ համար ստեղծում։ Աշխատանքում հնարավոր է կամ խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք, կամ դժվարություններ են, որ պետք է լուծեք, կամ այդ 10 օրվա ընթացքում միգուցե շատ դժվար աշխատանք եք կատարելու, ինչ որ դժվարություններ կան համենայն դեպս, ինչ էլ որ լինի, կամ գտնել է ինչ որ մի բան ձեր աշխատանքի համար, որ դուք ուզում եք անել, չեք կարողանում դա գտնել, դժվարություններ կան։
Պետք է փնտրեք ավելի ճիշտ տարբերակներ, որպեսզի կարողանաք այն գտնել։ Նաև աշխատանքի վայրն է սա ասում, որ կարող է մի փոքր այնտեղ եւս խնդիրներ լինեն։ Դրա համար այս շաբաթը, ինչպես որ այստեղ այս կարող մարդը դեսա ֆինանսական կարելի ասել մեծ քարտն է, ոչ մեծը, բայց ամենայն դեպս մեծոտ է։ Մարդը գումարները ձեռքը նստած է, դա նշանակում է, որ ինքը ֆինանսապես ավելի կայուն է եւ կարող է սկսեք շատ ծախսել, հետո աշխատանքում խնդիրներ լինի, եթե բիզնես ունեք, ապա բիզնեսից կարող եք գումարներ հանել եւ եւս հետո արդեն զգաք, որ ծախսերը շատ արեցիք եւ հիմա չեք կարողանում տեղը լրացնել։ Նաև եթե ձեզ պաշտոն տան, եթե այս շաբաթը մի փոքր ավելի ձեզ շատ առաջադրանք տան կամ մի փոքր ձեր առաջադրանքից ավելի դժվար, հնարավոր է բախվեք խոչընդոտների, որովհետև ինչ-որ բաներ չգիտեք։ Սա լիդերի քարտն է, նաև որ մարդը նստած է, որ ինքը կարող է սա անել, նա անել, բայց հետևում ենք տեսնում ենք խոչընդոտը, դա նշանակում է, որ դուք կարող եք բարձր դիրքում լինել, բայց աշխատանքի մեջ ինչ որ բաներ դեռևս ձեզ համար անհասկանալի են եւ դժվարություններ կարող են ստեղծել։ Իսկ ֆինանսական առումով սա հարստություն է կամ կարող եք մեծ վարկ վերցնել, ինչ որ մի բան վաճառել, որ այդպես շատ մեծ գումար գա ձեզ մոտ, ժառանգություն է սա նաև նշանակում, ամենայն դեպս հարստություն է եւ դրա համար, փորձեք այդ գումարները ճիշտ տնօրինել։ Եթե խոչընդոտներ չլիներ, դա հիանալի կլիներ։ Ամենալավ պահն է, որ մարդը ֆինանսապես ամեն ինչ կարգին է, կայուն է իր մոտ։ Ներդրումները եւս երկար մտածեք, հետո նոր արեք, միշտ ապեք, հատկապես ներդրումների համար։ Տեսնենք երրորդ տասնօրյակը։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ եւ անհանգստություն ունեք, եւ այստեղ նաեւ ցույց է տալիս, որ դուք պետք է ոչ թե մրցակցություն, այլ պայքար է ձեր աշխատանքի համար, նաև ձեր դիրքի համար, ձեր կայունության համար, նաև սա կարող է ինչ-որ դժվարություններ են այնտեղ եւ սա էլ է ցույց տալիս, որ դրա համար դուք պետք է կարողանաք, որ ասում է կարող է ձեր տակը փորձում են սապոնել եւ պետք է կարողանաք ձեր դիրքերը ճիշտ պաշտպանել, դուք ոնց որ վերցել եք ծա եւ ասում եք սա է իմը, ես էսպեսինն եմ, ես սա եմ։ Դրա համար այստեղ պետք է եւս հասկանալ, որ մի փոքր պետք է մտածել հետո աշխատանքը չկորցնելու համար։ Նաև ձեր նպատակների համար, ձեր գաղափարների համար ինչ որ մի բան կարող խնդիրներ լինեն, որոնց համար պետք է պայքարեք։ Այդ ամսվա վերջը։ Մարդը իր դիրքի համար, իր բիզնեսի համար է պայքարում, որ հանկարծ կուլ չտա ինչ որ օրինակ մեծ բիզնես, կարող նոր եք բացել ինչ որ մի բան, եւ այդ պայքարն է դա, որ սա ես կանեմ եւ սա է իմ դիրքը, բայց մի կողմից էլ անհանգիստ եք, մի կողմից էլ լարված եք, մի կողմից էլ կարող եք վիճել այս ու այն կողմը տարբեր մարդկանց հետ, աշխատանքի վայրում, բիզնեսի հետ կապված, կարող է պայքարը այդպեսին լինի, մարդը անհանգստությունից կարող է բորբոքվի եւ նաեւ հեղինակության հետ կապված լինի, որովհետեւ ոնց որ չգիտեք, մի տեսակ պարզ չի, ինչ եք անում այդ աշխատանքի վայրում, ով եք դուք, ինչ կա, այդ հենց դա է եւ որքան որ դուք ասեք ես իմ ասածն է ճիշտ, իմ ասածն է սա, դա ազդելու է անմիջապես այդ վերջին տասնօրյակը ձեր իսկ կարիերայի վրա։ Դուք պետք է ոնց որ ներքին պայքար տանեք, ռազմավարություն, մի քիչ ուրիշ ձև, ոչ թե մարդկանց մեջ այդպես բորբոքված լինեք, որ ես պետք է ասեմ, որ սա սենց լինի կամ նման որևիցե պահեր։ Եթե կարող է դժվարություններ են, եթե դժվարություններ են, ապա ժամանակավոր են այդ դժվարությունները։ Մենք նայում ենք մինչև նոյեմբերը, նոյեմբերի վերջը, ուրեմն դժվարությունները եւս 21-ից մինչև 30-ն են, ոչ ավել։ Հետագան դժվարությունները արդեն դիզայնից է կախված, որտեղ այստեղ փայտը ձեր ձեռքում է։ Եվ հնարավոր է կոլեկտիվում մեկը մյուսին չի հասկանում։
դա է։ Ուզում եք որ ասեք որը որից հետո որ սկսեն ձեզ ուրիշ ձև նայել արդեն։ Այսքանը ձեզ համար, թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար միմիայն հաջողություններով լինի։ Շարունակում ենք հարգելիներս, մի քանի նշաններ իրար հետևից չեմ անում, հա, այսինքն հանգստանում եմ հետո տարբեր վիդեոներ են լինում, սրանք հետո կամերա կպցնեմ իրար մի խոսքով, հա, կարող են մի փոքր լույսերը տատանվել, տեսարանները մի փոքր ուրիշ լինել։ Մի խոսքով հիմա կշարունակենք ֆինանսների մասին խոսել, նաև աշխատանքի առույցների համար։ Նոյեմբերի ամեն յուրաքանչյուր տասնօրյակը մեկ։ Առույցներին ինչ է սպասվում նոյեմբերին, առաջին տասնօրյակ աշխատանքն է սա, չէ, գումարն է։ Գումարը եւ էլի է աշխատանքը նույնպես, հա, երկուսն էլ ասում եմ, եւ երրորդ տասնօրյակով վերջին։ Դա աշխատանքն է ավելի շատ։ Առույցների աշխատանքը նոյեմբեր ամսին, առաջին տասնօրյակ, երկրորդ եւ երրորդ տասնօրյակը։ Տեսնենք։ Հիանալի քարտեր են, բայց քարտերս թարս է։ Լավ չի, ես քարտերը թարս երբեք չեմ նայում։ Ահա։ Աստղը ընդհանրապես դա նշանակում է, որ նպատակներին հասնում եք մի փոքր դանդաղ, բայց կայուն առաջընթաց կա։ Այսինքն աստղերը իրենք հեռու են, եւ ձեր նպատակներն էլ մի փոքր հասնելը մի փոքր դանդաղ է, բայց աշխատանքի հետ կապված է դա, բայց կայուն է։ Նաև այստեղ նոր ինչ-որ աճ, բարգավաճում, նոր գաղափարներ կունենաք, նոր հայտնագործություններ, խոստումնալից զարգացումներ կունենաք, նոր նախագծեր, նոր աշխատանքի կարող եք անցնել, կամ մասնագիտությունը կարող եք փոխել։ Նաև դա սա աստղեր են, սա նաև աստղաբանությունն է։ Տարոն, ինչու՞ չէ, միգուցե նաև սկսի հետաքրքրել ձեզ աստղագիտությունը, ոչ թե աստղաբանությունը, այլ հենց կոնկրետ գիտությունը, որ ինչ է նշանակում, ավելի շատ քան էներգիան։ Նաև սա գիշերային հերթափոխ է, միգուցե նաև փոխում եք ձեր աշխատանքը։ Իսկ ֆինանսական առումով եւ աշխատանքային առումով նաև եւս ձեզ կօգնեն այս 10 օրվա ընթացքում, եթե ձեզ գումար է հարկավոր, եւս դրանով էլ իրենք կաջակցեն ձեզ։ Եթե նաև սա պետությունն է, պետությունից եւս կարող եք գումարներ ստանալ, օգնություն ստանալ եւ ընկերներից նույնպես, ինչ որ մեկն է, որ ձեզ օգնում է, սա նաև գործարք է, որը տալիս վերցնում եք, ոմանք կարող են վաճառքով են զբաղվում եւ այդպեսով նաեւ այդպես եք գումար վաստակում։ Դա եւս հա ինչ որ մի ձևով եւ նաեւ եթե գումարի կարիք կունենաք, եթե դիմեք օգնության, ապա ձեզ անպայման կօգնեն։ Տեսնենք հաջորդ տասնօրյակը, այստեղ ես նկատեցի արդեն այս քարտը մի փոքր եւ դա աշխատանքի մեջ եւ գումարային առումով, հա, մի փոքր նեղվածություն է դա։ Աշխատանքի վայրում ֆինանսապես մի փոքր ստրեսային վիճակ է, նաեւ կարող է աշխատանքի վայրում ավելի շատ է ծանրաբեռնվածությունը, ավելի ճնշված եք այնտեղ կամ ճնշվածությունը ավելի շատ է։ Նաեւ լավ չեք քնում, լավ չեք հանգստանում, նաև վախեր ունեք ձեր կարիերայի հետ կապված, աշխատանքի հետ կապված, դրա համար մի փոքր ընկճված եք այստեղ։ Նաև ֆինանսական առումով նույնպես է, եթե արդեն մարդը մտածում է աշխատանքը կարող է կամ կորցնել կամ կարիերան կորցնել եւ նաև մտածում է այստեղ գումարի հետ կապված, թե ինչպես է հետագայում գումար ձեռք բերելու։
վախ կա նաև գումարային հարցերի հետ կապված, միգուցե կամ գումար պետք է տաք ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բան է, որ ձեզ անհանգստացնում է, կամ վարկ պետք է փակեք, ինչ-որ մի բան պետք է վճարեք, որն էլ ևս էլի առիթ է, որպեսզի ճնշվեք։ Դա նոյեմբերի կամ գիտեք կարող է ամանորի համար է, պարտադիր չի մտածել, որ այս ընթացքում կարող եք նեղվել։ Դա կարող է իրոք ամանորի հետ է կապված, թե ինչպես պետք է սեղան գցեք, ինչպես պետք է հյուրերին ապացուցեք, որ դուք եւս ամեն ինչ ունեք տանը, դա է, որ մարդուն ստիպում է իրոք ավելի շատ գումար աշխատել, գումար ծախսել ամանորի սեղանի վրա, որը որ ամենասխալ բանն է ընդհանրապես։ Եվ եւս աշխատանքի հետ կապված ընդհանուր հաջորդ քարտը հենց ֆիքսված է աշխատանքի համար միայն։ Դա նշում է, որ կարող եք ընկերանալ օրինակ աշխատանքի վայրում, եթե ինչ-որ մի խնդիրներ կային, այստեղ կարող են հարթվել դրանք, ընկերական մթնոլորտ կլինի, ընկերներով կարող եք որոշել, ոչ է բիզնես բացել, ոչ է գործունեությամբ զբաղվել, նաև ձեզ հավատարիմ մարդիկ կգտնեք աշխատանքի վայրում, կամ ձեզ կարող են օգնել աշխատանք գտնելու հարցում, ֆինանսապես թեկուզ, եթե դրանից եք նեղվում, ձեր ընկերները կամ ձեր կոլեկտիվը ձեզ կօգնի, պատժկականի այդպես ասած, եթե ինչ-որ մի հարցում թերանաք կամ չհասկանաք, նաև սա գործնական որևիցե պահեր են, եթե օրինակ բիզնես ունեք, ապա սա գործընկերն է ձեր ցույց տալիս, ում հետ որ շատ ընկերական կլինեք այդ 10 օրվա ընթացքում։ Եվ տեսնենք վերջին 10 օրը մի փոքր չէ բավականին լավ այդպես տրամադրված է իհարկե։ Ընդհանրապես աշխատանքի հետ կապված այս քարտը սա հենց ցույց է տալիս պետական հիմնարկություններ, որտեղ որ դուք կաշխատեք կամ ֆիքսված աշխատանք է սա ձեզ համար, կամ բարձրունք դեպի վեր, նաև կարիերայի բարձրացում, եթե մտածում եք օրինակ այստեղ շատ մտածմունքներ ունեք, ապա այստեղ արդեն 3-րդ տասնօրյակում ձեզ մոտ ամեն ինչ կարգավորվում է եւ մտածելու, որովհետեւ պայքարում եք այստեղ եւ դրանից էլ ելնելով հենց աշխատանքը չեք կորցնում։ Ավելի է բարձրանում սա, բայց եթե դուք այստեղ ավելի կռվի հրահրեք, ապա այստեղ արդեն աշխատանքը կտուժի բնականաբար։ Ոմանք նաև աշխատանքի կանցնեն ոչ է մեծ կազմակերպությունում, մեծ գործարան դա կարող է լինել հսկայական ինչ-որ գործարան կամ նմանատիպ որևիցե տեղ։ Եվ իհարկե առաջ խաղացում բնականաբար։ Եվ ձեր բիզնեսում, եթե բիզնես ունեք, միգուցե բիզնես եք բացում։ Ամանորի շեմին միգուցե բիզնես եք բացում եւ ձեր բիզնեսը առաջ է գնում։ Նոր ռազմավարություն կարող եք ունենալ, նոր իդեաներ կարող եք ունենալ, նոր գաղափարներ, նոր հետաքրքրություններ, նոր ձգտումներ, որոնք որ արդեն նոյեմբերի վերջ մի տեսակ ոնց որ ուրիշ ձև եք արդեն տրամադրված լինելու եւ աշխատանքին եւ գումար վաստակելուն։ Նոր ինչ-որ պահեր կարող է գալ, միգուցե այստեղ նեղվում եք, ճնշվում եք եւ դրանից բխում են նոր գաղափարներ, թե բավական է ճնշվեմ, բավական է նեղվեմ, որ վայ կարող է ինձ աշխատանքից անեն, վայ սա, ես ինքս ինչ-որ մի բան կամ կստեղծեմ, կամ հենց պայքար է դա, եւ ձեզ եք ցույց տալի, ձեր աշխատանքն եք ցույց տալի, թե ինչպես կարող եք դուք առաջ գնալ, ինչ եք կարողանում դուք ընդհանրապես անեք։ Նաև ֆինանսական առումով նոր հնարավորություններ կփնտրեք, նոր եկամտի աղբյուր կփնտրեք, ավելի շատ գումարը ուշադրությամբ կծախսեք, ավելի գուցե հետ գցեք մի փոքր էլ հաշվարկով ծախսեք։ Ամենայն դեպս այստեղ բարձրունք ունեք, գուցե նաև աշխատավարձն է բարձրանում ըստ ձեր կատարած աշխատանքի, այսինքն ձեր ոգևորվածության, ձեր ցուցադրության, թե դուք ինչ եք ընդհանրապես, ինչ եք ունակ, ինչ եք կարողանում անել։ Եվ դրանով կարող եք գրավել ձեր տնօրինին եւ արդեն այստեղ գալիս ամսվա վերջ աշխատավարձի ստանալու ժամանակը միգուցե նաև հենց բարձրանում է։
մի փոքր ամսվա մեջ եք, այստեղ տխուր, նեղվում եք, միգուցե այդ չեք էլ նեղվում, միգուցե աշխատանքն է ճնշված, որովհետև որոշ աշխատանքային վայրեր անում են հավաքում ամանորի համար եւ դա արդեն իսկ բավականին ժամանակ է, բավականին ճնշվածություն է, ոնց որ եւ առօրյայում, որպեսզի անեք խանութները տան եւ անեք մի կողմ դնեք հատուկ ամանորի համար, դա արդեն ոնց որ ավելի շատ է ճնշվածությունը, միգուցե դա է։ Աշխատանքում ավելի շատ է երուզեր, ավելի նորմալ կարող եք այդպես հոգնած, գալ տուն, ճնշված, բայց դա եւս է ինչ որ չի նշանակում, որ նեղվում եք աշխատանքից, նեղվում եք ֆինանսներից։ Ամեն մարդ ինքը պետք է հասկանա այդ պահը։ Իսկ ովքեր որ աշխատանք չունեն, օրինակ շաբաթվա մեջ, դա արդեն կարող է ճնշվածություն նրանց է, որ չեք կարողում աշխատանք գտնել։ Կարող գնում եք, փնտրում եք, հետո գալիս եք, որ էլի նորից ինչ որ տեղեր, ասեցին չէ, օրինակ ձեր տարիքին համապատասխան չի։ Ինչպես որ կա Հայաստանում, այդ սովորությունը միևնույն է չի մեռնում Հայաստանում։ Այսքանը ձեզ համար, երևի այսքանով սահմանափակեմ, որովհետև արդեն մութն ընկնում է, չեմ ուզում ուրիշ տեսանյութեր լինեն, որակը ընկնում է։ Այսքանը ձեզ համար, թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար միայն լինի ամենահաջողակ ամիսը։ Լավ եղեք։ Գնանք կույսերին։ Կույսերի գումարը նոյեմբեր ամսին առաջին կես, երկրորդ և երրորդ և աշխատանքը Կույսերի աշխատանքը նոյեմբեր ամսին առաջին կես, երկրորդ կես և երրորդ։ Տեսնենք, այստեղ մի փոքր գումարից նեղվում եք, ոչ թե մի փոքր, այլ բավականին։ Եվ աշխատանքում և ֆինանսական վիճակը այդ սկզբի ժամանակահատվածը մինչև 10 օրը դժվարություններ են և աշխատանքում, և ֆինանսական հարցերում։ Հնարավոր է նաև հիասթափություն ֆինանսների հետ կապված, միգուցե ինչ-որ բան եք ներդրել և այն արդյունքը չեք ստացել, ինչը որ սպասում էիք, որ կստանաք, նաև ինչ-որ դժվարին իրավիճակներ են ֆինանսական, միգուցե դուք եք պարտք, միգուցե ձեզ են պարտք, և այս 10 օրվա ընթացքում միգուցե կոնֆլիկտ է առաջանում, միգուցե կոլեգաների հետ է նաև, եթե աշխատում եք կոլեգաների հետ կարող է լինել վեճ, նաև իրենցից հիասթափվեք, իրենց պահվածքից, նաև ուշադիր եղեք ներդրումներ կատարելուց այս 10 օրվա ընթացքում, որովհետև հնարավոր է նաև կորուստ ֆինանսական, նաև կարող են ձեզ խաբել, խոստանալ և չանել, կամ կարող խոստացել էին գումար տրամադրել, բայց չեն տրամադրում։ Եվ աշխատանքի հետ կապված հաջորդ քարտը դա նշանակում է ընդհանուր, որ մարդը ավելի ամուր է իր աշխատանքում, բնականաբար սա ոնց որ ամրապնդում եք ձեր կարիերան, ամրապնդում եք ձեր, միգուցե ամեն ինչ դժվար է բարձրանում, թե բիզնես եք բացել, թե աշխատում եք, ամեն ինչը դանդաղ է ընթանում և ձեզ թվում է, թե որ իրոք ինչ-որ մի բանը ձեզ մոտ առաջ չի գնում, բայց պետք է հասկանաք, որ յուրաքանչյուր բան ձեզ մոտ դեռևս շատ դանդաղ է բարձրանում, դանդաղ, արմատները ավելի ամրապնդելով, հետո նոր ինքը դանդաղ բարձրանում է, ոչինչից մի շտապեք, համենայն դեպս այդ 10 օրվա ընթացքում պետք է հասկանաք, որ այդպես է, դանդաղ է գնալու, եթե բիզնես եք բացել, գումար եք ներդրել և հիմա նեղվում եք, որ չեք կարողանում հանեք, որտև աշխատանքը ոնց որ թե ամեն ինչը դանդաղ է գնում, ոչինչ ստաբիլ չի, այդ ամեն ինչը ամբողջությամբ ոնց որ ձեր ֆինանսական այդ վիճակից է գալիս, բայց աշխատանքը պետք է հասկանաք, որ քիչ-քիչ, դանդաղ ինքը առաջ է գնալու, դա այս
10 օրվա ընթացքում է դա։ Ձեր մասնագիտականը մի փոքր առաջ մղեք, եթե ինչ-որ հարկ կա, ինչ-որ բաներ սովորելու, ապա սովորեք նաև դա սա առաջ խաղացում է եւս նշանակում ուղղակի դանդաղ։ Դուք կարող եք համբերում եւ այդ միգուցե նոր եք ընդունվել աշխատանքի կամ դեռ ամսվա սկիզբն է, միգուցե արդեն ուզում եք, որ ամեն ինչ երևա, թե ձեզ ուր են տանելու, ինչ եք ունենալու հետագայում, ուր եք հասնելու, միգուցե շտապում եք, որը որ դեռևս հարկավոր չէ։ Եվ ինչ էլ որ լինի, պետք է հասկանաք, որ դա երկարաժամկետ է, ինչ որ կարճ պահեր չեն ձեզ համար այդ շաբաթվա այս 10 օրվա ընթացքում ինչ էլ որ սկսեք, դա երկար կյանքի ունենալու, դրա համար համբերեք, մի շտապեք։ Տեսնենք հաջորդ 10 օրը։ Ֆինանսական առումով սա հիանալի քարտ է, որովհետև դա հաջողության քարտն է նշանակում։ Դա այս պահին միգուցե նաև գումարներ եք շահում։ Բայց այստեղ աշխատանքն է կաղում, աշխատանքի հետ կապված բավականին մեծ խնդիրներ կան։ Համենայն դեպս խոսենք գումարից, գումարի հետ կապված մեծ հաջողություն է սա, նաև նոր կյանքի ցիկլ, նոր ֆինանսական եկամուտ, բայց պետք է հասկանալ, որ ֆորտունան նաև պտտվում է եւ երբ որ վերևում է մարդը այն ժամանակ է հաջողություն ունենում, երբ որ իջնում է ներքև մարդը կորուստ է ունենում։ Այ մենք տեսնում ենք այնտեղ աշխատանքի հետ կապված կողքը, որ կորուստ կա։ Դա համար պետք է շատ զգույշ լինել, այստեղ շատ եք դողում, միգուցե չեք դիմանում եւ որոշում եք դուրս գալ, չեք դիմանում եւ որոշում եք կանգնեցնել այն ինչը որ սկսել եք եւ դրանից հետո արդեն դժվարություններ են գալի, որովհետեւ այստեղ ֆինանսական առումով ամեն ինչը հիանալի է ձեր մոտ, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, հանկարծակի փոփոխություններ ձեր առջև, այնպես որ ամեն ինչին պետք է պատրաստ լինեք։ Փոփոխությունները այս պահին, եթե աշխատանքով վերագրենք, այդքան էլ լավը չեն։ Բայց միգուցե աշխատանքը կորցնում եք, բայց դուք հստակ բիզնես ունեք եւ այդ բիզնեսով եք կարողանում եկամուտ ունենալ։ Պարտադիր չի այստեղ աշխատանքը կապել անպայման ֆինանսների հետ, որովհետեւ մարդիկ կարող են աշխատել եւ կողքից բիզնես ունենալ, որը ի դեպ ամենալավ բանն է, երբ որ մարդը եւ աշխատում է եւ կողքից բիզնես ունի, բիզնեսը մինչեւ չի աճում, նա բաց չի թողում այդ աշխատանքը, դա ամենակարևորն է եւ ֆինանսական առումով նույնպես այստեղ կարող են շահումներ լինել, շատ հաջողակ հնարավորություններ գումարներ դնելու հետ կապված, գումար աշխատելու հետ կապված, նաեւ պետք է ոնց որ սովորեք, ադապտացվեք այս նոր ինչ որ մի իրավիճակին, որը որ գոյություն ունի ձեզ մոտ։ Հնարավոր է նաև իրոք այստեղ աշխատանքի հետ կապված խնդիրներ են, որոնք որ դե առնետները այդքան էլ լավը չեն, իրենք աշխատանքի կարիերայի մեջ այստեղ կարող է հոգնել եք այդ աշխատանքից։ Սա նաև եւս ուշադիր եղեք ամենայն դեպս գումարը ներդնելուց, որովհետև դա եւս ասում է, որ կարող եք կորուստ ունենալ, դա համար ուշադիր եղեք։ Որովհետեւ գործարքներ են, որոնք որ անհաջող կարող են լինել եւ կարող է լինել նաեւ որ իջնում է եկամուտը, իջնում է ձեզ մոտ, ոնց որ այս ամիս, այդ 10 օրը կամ քիչ է պատվերները, պետք է ինչ որ բաներ մտցնեք, ինչ որ փոփոխություններ մտցնեք ձեր գործունեության մեջ կամ այդքան շատ գործ չկա օրինակ որտեղ որ աշխատում եք, եթե գործով է աշխատավարձը, ապա ոնց է այդքան շատ գործ չկա, որ դուք շատ բարձր բավականին գումարներ ունենաք։ Աշխատավարձը բարձր լինի։ Նայեք ամսվա սկիզբ, ամսվա վերջ, դուք եւս էլի գումարից նեղվում եք։ Այստեղ ավելի շատ ինձ թվում է ձեր ներսից է դա, քան որևիցե խնդիր ունեք դուք գումարային։ Այդտեղ գումարները եւս էլի, այստեղ դողում եք գումարի վրա։ Արդյոք շատ չծախսեմ, շատ այսպես չլինի, բայց եթե աշխատանք եք փնտրում, եթե այնտեղ օրինակ աշխատանք եք կորցրել, եթե աշխատանք եք փնտրում, ապա հիանալի է։ Այդտեղ արդեն հաջորդ քարտը հիանալի է, հաջողություն է ձեզ սպասվում, միգուցե նոր աշխատանք գտնեք, նոր հնարավորություններ, բայց դե պետք է հասկանաք, որ այստեղ գումարի մասին շատ կամ
այնպես է, որ գումարը ներեք դրել եւ վախեցած եք հիմա, վախենում եք, թե ինչ դուրս կգա այդ գումարից, որովհետեւ սա այն քարտն է, որ նայեք ամուսիններով կանգնած են եւ չգիտեն ինչ է լինելու, ոնց որ վերջին գումարները դրած այրում են, որպեսզի իրենք տաքանա, որպեսզի իրենք լավը զգան։ Այսինքն մարդը գումարները ծախսում է, որպեսզի ինքը լավ զգա իրեն, միգուցե ինչ-որ բան է գնում մեծ եւ չեք հաշվարկում, որ գումար հետո չի մնալու կամ գումար հետո քիչ է մնալու։ Բայց այստեղ լավն է, որ աշխատանքը կա եւ դուք կկարողանաք եւս կրկին գումարներ ունենալ, բայց այդ վերջին տասնօրյակին ինչ որ վախեր կան նաեւ ձեզ մոտ։ Ինչ որ եթե դժվարություններ են, դրանք եւս ժամանակավոր դժվարություններ են, հա, եթե գալիս է ամսվա վերջը, հնարավոր է նաեւ աշխատավարձ եք ստանում եւ ամեն ինչ կարգավորվում է։ Յուրաքանչյուր դժվարություն ֆինանսական եւ նաեւ աշխատանքի հետ կապված, այդ ամենը, եթե այստեղ ամսվա մեջ կորցնեք էլ նաեւ աշխատանքը, ամսվա վերջում հավանականությունը շատ մեծ է, որ նոր աշխատանք կգտնեք։ Նաև դե էլի նորից մի փոքր պետք է երկար մտածել, որովհետեւ ներդրումներ կատարելու համար, որտեվ 3 ֆինանսական քարտն էլ մոտավորապես դա էր ասում, հա, այստեղ նաև աշխատանքի հետ էր դա ասում, դա համար պետք է շատ ուշադիր լինեք այդ պահով։ Նա ինչ որ ոչ ստաբիլ եկամուտ է միգուցե, ստաբիլ աշխատանք չկա, ստաբիլ եկամուտ չկա, մեկ կա պատվեր, մեկ չկա, հա, դրա համար մարդը այդպես անհանգիստ է։ Դե իսկ աշխատանքի հետ կապված հենց բուն, եթե վերագրենք աշխատանքում, այստեղ աշխատանքում միայն հաջողություն կունենաք, այս քարտը ամենալավ քարտն է աշխատանքի համար, բնականաբար։ Եթե աշխատանք կփնտրեք այդ ընթացքում, ապա միանշանակ եւս էլի մեկ անգամ եմ ասում, որ հաջողություն կունենաք, նաև դա կարող է լինել ժամանակավոր հաջողություն, օրինակ դիմացը ամանոր է եւ ինչ որ բաներ կարող եք սկսել վաճառել, սարքել եւ դա ոնց որ ամանորի համար նախատեսված ինչ որ բան է եւ դուք այդ ժամանակահատվածում հիանալի եկամուտ կունենաք։ Այդպես եկամուտը ձեր կֆիքսվի։ Հաջողություն նոր պրոյեկտներում, եթե նոր պրոյեկտներ ունեք, ապա հաջողություն է սպասվում, նաև հնարավորություն կունենաք լավ հասնելու որևէ իրավիճակ, եթե գոյություն ունի աշխատանքի վայրում, բիզնեսի հետ կապված։ Բայց էլի իր արդյունքը, հա, էֆեկտը ժամանակավոր է, հա, այդպես երկարաժամկետ չի այս քարտը, որտեղ ինքը հետո ժամանակ չունի, ինքը այդ տերևները աճելու ընդհանրապես աճում են, հետո չորանում են։ Դե համար նույնն էլ հենց իր մասին է, հա, ինչ որ մի բան է ժամանակավոր, կարող եք ունենալ եւս շատ լավ պահեր։ Դրա համար այս ամիս փորձեք ներդրումները շատ քիչ անել, փորձեք ծախսերը եւս այդպես շատ չանել, որտեղ կարող եք կանգնել ժամանակավոր դժվարությունների մեջ։ Իսկ աշխատանքը, եթե եւս մտածում եք դանդաղ է աճում, դանդաղ է առաջ գնում եւ դուրս գաք աշխատանքից, մեկ էլ կկարողանաք ժամանակավոր ինչ որ մի բան գտնել ամսվա վերջ։ Դրա համար, եթե դանդաղ է, ոչինչ, թող դանդաղ լինի։ Սպասեք, ամեն ինչը իր ժամանակին կլինի։ Բայց ներդրումների փոխարեն լավ կլինի ինչ որ մի բան լավացնեք, ոչ թե անընդհատ ներդրումներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի եւ հաջողակ ամիս եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Տեսնենք կշարքներում մոտ ինչ կա աշխատանքի եւ ֆինանսների հետ կապված հարցերում։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերին գումարային առումով։ Սա պետք է չգնա, սա պետք է այստեղ լինի։ Առաջին տասնօրյակը, երկրորդ հատվածը եւ ամսի 20-ից մինչեւ կամ 21-ից մինչեւ 30-ը։ Եվ տեսնենք աշխատանքի հետ կապված, այստեղ ձկները թռան, դա գումար է գալու, գուցե աշխատավարձ եք ստանում, կամ բարձրանում եք, կամ բոնուս եք ստանում, կամ 13-րդ աշխատավարձ եք ստանում։ Աշխատանքը կշարքների նոյեմբեր ամսին, առաջինը, երկրորդ եւ վերջին ժամանակը։ Տեսնենք, այստեղ շատ լավ պահեր են, այստեղ եւ ֆինանսապես եւ աշխատանքային առումով։
Աշխատանքում կունենաք հարգանքը բավականին մեծ կլինի, հեղինակություն կվայելեք, նոր պաշտոն կաղեն ձեզ տալ, որ ավելի բարձր կլինի, քան ձերը, կամ նոր որևիցե առաջ խաղացում է ձեզ մոտ եւս, այլի մի փոքր առաջ կգնաք։ Նաեւ նոր կարող եք մասնագիտություն ձեռք բերել, որը կապված կլինի ստեղծագործական աշխատանքի հետ, նկարչություն կամ եւ այլն նմանատիպ գործեր։ Այդ առաջ էր, որ նկարչությունը այդքան էլ նորաձև չէր, հիմա այնքան է փոխվել նկարչությունը, որ յուրաքանչյուր բաներ է մտել նկարչության մեջ եւ հիմա ավելի նորաձև է իդեպ ասեմ։ Ես բավականին թանկարժեք նկարներ եմ գնում, որը որ իրենից կարելի ասել ոչինչ այդքան չի նշանակում, այդ ինչ որ ձորեր, մորեր նման բաներ չկան, հա ինքը ավելի էֆեկտ է այդ նկարները, քան որովհետև ավելի յուրահատուկ են եւ նոր ձևով ավելի դե նոր ոճ է մտել նկարչության մեջ, այնպես որ եթե ցանկանում եք կարող եք նաեւ դրանով զբաղվել։ Իսկ եթե տեսնում ենք գումարային առումով, հա, եւ գումարային եւ այդ քարտը եւս ես նայում եմ աշխատանքի բերումով, դա եւս կրկին ասում է մարդը վերցրել է փայտը ձեռքը եւ միայն առաջ է գնում։ Դա հենց նշանակում է մարդը, որ առաջ է գնալու, իր գործերն են առաջ տանելու, սա առաջ գնալ է, ընդհանրապես մեկ այլ քարտերում ինքը փետերը առաջ է տված, այդպես նշանակում է անգամ շատերը դա վերագրում են որպես պատերազմի իդեպ, եթե քաղաքական առումով են նայում, որտեղ հարձակում է, հա, դա նշանակում, ոնց որ փայտերը շպրտում են մարդկանց վրա, դա հարձակում է նշանակում։ Բայց սա ընդհանրապես աշխատանքի ֆինանսների մեջ սա նշանակում է առաջ խաղացում, ձգտում եք ավելի առաջ գնալ, կձգտեք ավելի շարժվել դեպի առաջ, ձեր նպատակները տանել առաջ, շատ արագ նաև որևիցե մի իրադարձություն կկատարվի, գուցե ինչ-որ մի բանը ներեք դնում, ինչ-որ եւ անմիջապես եկամուտ եք ստանում, կամ այստեղ պաշտոն եք ստանում, եկամուտը բարձրանում է, բոլորից առաջ եք գնում արդեն, եկե տեսնում եք, որ ֆինանսապես այնքան կայուն եք, որ անդադ առաջ ու առաջ է, որտեղ ոնց որ ժամանակ չկա այդքանը ծախսելու Նաև դա նշանակում է նոր հնարավորություններ, նոր որևիցե եկամտի աղբյուր, կարող եք կողքից նաև ունենալ։ Նաև սա որոշում է, որ պետք է ճիշտ որոշում կայացնեք եւ ֆինանսական առումով եւ նույն աշխատանքի կարող են տալ ձեզ աշխատանք են առաջարկում այդպես պաշտոնով, հա, ինչ որ առաջ խաղացում, բայց դուք դեռ մտածում եք արդյոք կարող եք, արդյոք արժե մտնել դրա մեջ, հա, նմանատիպ ոչը պահեր կան, որոնք որ դուք այդպես կարող եք մտածել։ Նաև պետք է բաց չթողնեք այդ հնարավորությունը, բաց չթողնեք այդ շանսը, որը որ ձեզ կտրվի եւ ֆինանսական առումով, եւ աշխատանքային առումով։ Պետք է ոնց որ միանգամից անցալել ըմբռնել այդ պահը եւ օրինակ գումար վաստակել, գումար աշխատել, կամ թեկուզ դիմել տնօրինության աշխատավարձը բարձրացնելու համար։ Գնանք հաջորդ տասնօրյակը եւս էլի հիանալի քարտեր են, մեկը մյուսից հիանալի քարտեր են, այնպես որ միայն հաջողություն է սպասվում դեռևս մինչև ամսի 20-ը ձեզ մոտ, այստեղ հիանալի է, նո մեկը մյուսից հիանալի է, եւս այդ մյուս քարտը եւս էլի ցույց է տալիս առաջ խաղացում, ավելի սկսել ավելի վերահսկել ձեր ֆինանսական վիճակը, հասնեք ձեր նպատակին եւ աշխատանքի առումով եւ մնացածը եւ բայց պետք է ասեմ, որ աշխատանքի հետ կապված այնտեղ այդ հաջողությունը ժամանակավոր է, հա, ինչ որ մի պահ է, որ այդ հաջողությունը կունենաք եւ դուք պետք է ուղղակի օգտագործեք այդ հաջողությունը։ Հաջողակ գործարքներ կկնքեք, հաջողակ ինչ որ պայմանագրեր կկնքեք ֆինանսական առումով, նաև առաջ
Հա սա եւս էլի պաշտոն է ձեզ ասում, եթե այնտեղ ընդունակ պաշտոնը եւս դեռևս ոնց որ դեռ գնալու եք առաջ։ Կամ միգուցե ձեզ սկսելու են գնահատել եւ առաջադրանքներ են տալու այնպեսի, որ դուք դրանով ավելի առաջ ու առաջ շարժվեք։ Եթե իհարկե այնպեսի մի պաշտոն չի, որ առաջ է տանելու ձեզ, հա, ինչ որ պաշտոնով տեղ չի, որ ձեզ պաշտոն տան։ Եվ դուք ինքներդ ձեր հանդեպ ավելի վստահ կլինեք, ավելի, բայց պետք է հասկանաք, որ աշխատանքային առումով այդ 10-ից 20 օր օրինակ, եթե ինչ-որ մի բան են ձեզ պատվիրել, հիանալի կսարքեք, կտակ հաճախորդին։ Եթե առաջադրանք են ձեզ տվել, անպայման այդ դա հիանալի կանեք եւ կտակ ձեր տնօրենին, հա, ձեր տնօրենը բավականին գոհ կլինի։ Ոնց որ այդ հաջողությունը այդ ինչ որ մի պահ է, ոչ թե այդ հաջողությունները անընդհատ այդպես գալու են։ Այդ մի 10 օրվա ընթացքում է լինելու այդ հաջողությունը, պետք է օգտվել, ցույց տալ ձեր տաղանդները, ինչ կարող եք անել եւ այլն, որպեսզի գրավեք ձեր տնօրենին կամ գրավեք ձեր հաջողորդներին նաեւ։ Վերջին 10 օրյակը մի փոքր աշխատանքում է դժվարություններ, որովհետեւ գիտեք այդ խաչը դա հենց արդեն նշանակում է, որ դժվարություններ, հա, դժվարություններ, փորձություններ, ծանր աշխատանք, գուցե նաև ինչ որ ծանր գործ կարող եք վերցնել, ծանր գործ անեք, դժվարություններ տա ձեզ, դա նաև ինչ որ պատասխանատու գործ է, դա արդեն ամսվա վերջ ինչ որ մի բան պետք է փակեք, ինչ որ մի բան պետք է վճարեք, որ էլի պատասխանատվություն է ձեզանից պահանջում, հաշվետվություն կարող է պետք է տաք ձեր աշխատանքի համար։ Իսկ ընդհանուր գումարային առումով սա գումարային կայունություն է, հա, ստաբիլ վիճակ է ձեզ մոտ ֆինանսապես, ոչ մի խնդիր գումարային այստեղ չկա, նաև կարող եք գումար ծախսել օրինակ հարսանիքի վրա կամ գնաք հարսանիքի կամ ոչ թե ծնունդ լինի եւ այլն եւ դրա վրա ավելի շատ գումար ծախսեք։ Նաև ինչ որ մի կարևոր էտապի ավարտ կլինի ձեզ մոտ, որը կավարտվի հաջողությամբ բնականաբար։ Նաև եթե աշխատում եք, այստեղ աշխատանքի վայրում ամեն ինչը նորմալ է, հա, մեկը մյուսի հանդեպ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, հա, կոլեկտիվում ամեն ինչ նորմալ է, ձեր մասնագիտականը եւս նորմալ է, բայց այստեղ աշխատանքն է, հա, ինքը դժվար, աշխատանքն է ավելի պատասխանատու, դժվարություններ են աշխատանքը կատարելու մեջ, որ կարող է ֆիզիկական աշխատանք է ձեզ այնց պահանջում կամ այսպես շատ ուղեղային աշխատանք է, մտածմունքներով եւ այլն, մի տեսակ շատ է տանջանքը լինելու ամսվա վերջ, կարող է իրոք պետք է ինչ-որ հաշվետվություն փակեք, դրանից էլ դա կարող է լինել, ովքեր հատկապես եթե աշխատում են հաշվապահ, այստեղ բացարձակապես Նաև փորձություն է աշխատանքային, միգուցե ինչ-որ մի պահեր լինեն, որ փորձության մեջ հայտնվեք աշխատանքի հետ կապված, նաև ինչպես որ ասում են կարմայական մասնագիտություն եք ընտրել, որ պետք է անեք, այստեղ դա կարող է լինել բժիշկ, փաստաբան, այնպիսի մի բան է, որը պետք է ձեզ ցույց տաք Այսքանը սիրելիներս, ամսվա վերջ մի փոքր դժվարություն է աշխատանքում, բայց դա չի նշանակում աշխատանքից ազատվել կամ ինչ որ դժվար գործ է, դժվարություններ են։ Միայն դա։ Այսքանը ձեզ համար թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը։ Լավ եղեք։ Գնանք կարիճներին։ Տեսնենք ինչ է սպասվում նոյեմբերին ֆինանսական եւ աշխատանքային առումով։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերին ֆինանսական առումով։ Առաջինը մինչև 10-ը, այդպես 10-ից 20-ը եւ մինչև 30-ը, 20-ից 30-ը, երրորդ հատվածը։ Թրավ այստեղ ոգևորված կլինեք բավականին շատ այս ամիս։ Տեսնենք կարիճների աշխատանքը նոյեմբեր ամսին առաջին
շրջան, երկրորդ էտապ եւ երրորդ։ Ներքևում էլ ոչ շատ հաճելի պահեր են։ Այստեղ ֆինանսական առումով հիանալի է առաջին շրջանը, դա խոսում է այն մասին, որ մեծ գումարներ կարող են գալ ձեզ մոտ, ֆինանսական առումով բացարձակապես այստեղ խնդիրներ չկան, բայց աշխատանքի հետ կապված այստեղ մի փոքր խնդիրներ են, կարիերայի հետ կապված է դա, հնարավոր են դժվարություններ մի փոքր, հնարավոր են նաև խոչընդոտներ, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել եւ աշխատանքում եւ աշխատանքի վայրում, միգուցե աշխատանք փնտրելիս է դա։ Կարող է դժվարություններ կան աշխատանք փնտրելու մեջ, չեք կարողանում դեռ առաջին 10 օրը աշխատանք փնտրել։ Դժվարությունները կարող են այդտեղ, կարող է ուրիշ այնպիսի մի բան եք փնտրում, որը դժվար է գտնելը, որը դժվար են ձեզ աշխատանքի ընդունում, բայց գումարից առայժմ չեք նեղվում, գումարը կա, միգուցե մեկ այլ եկամտի աղբյուր ունեք, կապված չէ հենց այդ աշխատանքի հետ, որը որ դուք անում եք, որից էլ որ գումար է գալիս դրա համար, կարող է եւ աշխատանքի հետ կապված բացարձակապես գումարի հետ կապված բացարձակապես խնդիր չկա, այստեղ աշխատանքն է ավելի շատ։ Եվ նաև սա ավելի շատ լիդերի կարգավիճակ է, սա նաև այդ քարտը եւ ֆինանսապես եւս, որովհետեւ գումարից որ չեք նեղվում, նաև կարող եմ ասել ավելի շատ գումար կունենաք, քան երբևէ, միգուցե հոկտեմբերին, հոկտեմբերի վերջ, որևիցե բոնուս եք ստանում կամ եկամուտ եք ստանում, բարձր որ նոյեմբերի սկիզբ արդեն գումարը լավ է, միայն աշխատանքում է։ Եվ այստեղ կարող է դուք մի փոքր ձեզ ավելի լիդերի տեղ դնեք եւ խոչընդոտները արդեն առաջանա, այս դեպքում գոլեգաների հետ կապված կամ ձեր եւ տնօրենի միջև կամ ձեր եւ աշխատողների միջև, եթե այդպես կա։ Ձեր եւ հաճախորդների մեջ նույնպես։ Ֆինանսական առումով սա հարստություն է, միգուցե ժառանգություն եք նաեւ ստանում։ Ֆինանսական վիճակը կայուն է, բացարձակապես խնդիրներ այստեղ չկա։ Կարողանաք ճիշտ օգտագործել, ճիշտ ծախսել, ամեն ինչը նորմալ է։ Տեսնենք երկրորդ ժամանակահատվածում։ Նայենք այստեղ արդեն երկրորդ ժամանակահատվածում էլի նորից է ֆինանսական քարտ է ընկել, բայց այս մեկը նշանակում է, որ դեռևս երկրորդ 10-օրյակում, 10-ից մինչև 20-ը դեռևս ոնց որ պետք է սպասեք, գումար ունեք առաջինում, միգուցե ներդրում եք կատարում, եւ երկրորդ հատվածում գումարը ներդրում եք եւ դեռ պետք է սպասեք, որպեսզի եկամուտները ստանաք։ Նաեւ եթե այստեղ աշխատանքի հետ կապված խնդիրներ կան, ապա առաջին 10-օրյակում, երկրորդ 10-օրյակում արդեն մի փոքր նաև ֆինանսականի հետ է դա կապված լինելու։ Այսինքն պետք է ճիշտ կարողանաք տնօրինակ, առաջին 10-օրյակը գումարից չեք նեղվում, բայց հետո կարող է ինչ որ մի դժվարություն է լինել, զգաք, որ ինչ որ անկայուն վիճակ է, պատվերներ չկա, օրինակ կարող է առաջին շաբաթում, առաջին 10-օրյակում պատվերներ կան, բավականին շատ մեծ գումարներ եք ստանում, բայց երկրորդում ավելի հանգիստ է։ Օրինակ տեղադրել եք այն ինչ որ վաճառում եք, բայց դեռ սպասում եք, որ վաճառվի, կամ եթե բիզնես ունեք, դա նույնպես։ Աշխատանքի վայրում կարող եք պայմանագիր նաև կնքել, բայց մենք խոսանք դեռևս ֆինանսական առումով։ Պետք է ճիշտ կարողանաք երկրորդ 10-օրյակում օգտագործեք ձեր ֆինանսական ռեսուրսները, որովհետև այնտեղ շատ է, հիմա քիչ է։ Նաև որպեսզի ամրացնեք, որովհետև այստեղ ինչ-որ մի բան եք դեռևս սկսել եւ դեռ կսպասեք։ Եթե ներդրում անեք, այո, այդ դեպքում արդեն դեռևս կսպասեք, բայց եթե ոչ, ապա այս պահին մի փոքր արդեն կմտածեք որտեղից գումար վերցնել, որովհետև կամ ամբողջը ծախսելու եք, կամ ինչ-որ մի բան է սա։ Եվ աշխատանքի հետ կապված ոմանք պայմանագիր կկնքեն աշխատանքային,
Աշխատանքի վայրից ինչ որ մի բան տեղ ինչ որ մի բան կլսեք կամ այնտեղ ինչ որ աշխատողներից որից է մեկից որից է տեղեկատվություն կլսեք կամ ինչ որ մի բան որը ձեզ կզարմացնի ոմանց նաև կարող են ուղարկել սովորելու կամ պետք է սովորեք նաև այդ մասնագիտականի ինչ որ մանրուքներ որ կարողանաք ավելի լավ աշխատել կամ ձեր տնօրենությունը կարող է ձեզ ուղարկել որպեսզի դուք այնտեղ սովորեք հետո նոր կարողանաք այդ մասնագիտության ավելի լավ տիրապետել այդ աշխատանքի վայրում ինչ որ մի բաներ կան ոնց որ սովորելու տեղ կա հա դեռ մինչև վերջ ոնց որ չգիտեք այդ մասնագիտությունը կամ այդ աշխատանքը որը որ դուք անում եք կամ կարող է դեռ փորձաշրջան եք անցնելու աշխատանքի հետ կապված սկզբում կարող է աշխատանք չեք գտնում բայց հետո կարողանում եք գտնել եւ փորձաշրջան եք անցնում Միգուցե այդ 10 օրը փորձաշրջան է կամ այնտեղ կարող եք շաբաթը փորձաշրջան լինի Իսկ ոմանց համար է հստակ սա պայմանագիրը, որը կկնքեք աշխատանքի վայրում։ Դե այդ քարտով ինչ ասեմ։ Կարող է նաև որոշում եք, որ փոխեք աշխատանքը, փոխեք աշխատելավոճը, փոխեք աշխատանքի ձևը, նաև մասնագիտությունը, եւս կարող է մտածում եք, որ այդ մասնագիտությամբ այդքան էլ աշխատանք չեք կարող գտնել եւ հետո որոշում եք թեկուզ ինչ որ կարճ կուրսեր անցնել եւ անցնել մյուս գործին։ Եվ հաջորդ 10 օրը մինչեւ ամսվա վերջ արդեն Այ ամսվա վերջ արդեն ինչ որ մի նոր բան կհորինեք, կստեղծեք, ինչ որ մի հետաքրքիր բան կունենաք, ինչ որ գաղափար կունենաք, որը կստեղծեք եւ սա ոնց որ կարճ հաջողություն է, այդ 10 օրվա ընթացքում որևիցե հաջողություն կունենաք աշխատանքի մեջ, պատվերների մեջ, միգուցե նոր ինչ որ մի բան եք մտցնում ձեր աշխատանքի մեջ եւ դա ձեզ ավելի հաջողություն է բերում նոր սկսվող ինչ որ բաներ են նոր իդեա, նոր աշխատանք, նոր եկամուտ, նոր աշխատելավոճ, նոր ինչ որ մի բան, որից որ էլի եկամուտ կստանաք, ինչ որ փոքր մի բան է, որ նոր է սկսվում ձեզ մոտ։ Դա նաև կարող է լինել անսպասելի ֆինանսական հնարավորություններ, որը կունենաք, հա, էլի ինչ որ մեծ գումարներ չեն, բայց կարող եք նաև ստանալ կարող եք օգնություն ստանալ նաև կողքից եւ համենայն դեպս ձեր դիրքորոշումը ձեր մտածմունքը գումարի հետ կապված փոփոխության չի ենթարկվում բայց աշխատանքում այլ եմ ասում ինչ որ չափով հաջողություն կունենաք այդ 10 օրը ինչ որ մի հաջողակ գործ կանեք միգուցե 10 օրով մտնում եք ինչ որ միտեղ աշխատելու կամ փորձաշրջանը անցնում եք եւս հաջորդ դեռ 10 օրը նոյեմբերի աշխատում եք, հա, ընդունվում եք աշխատանքի դեռևս ոնց որ այսքանն է ցույց տալիս, հա, դա համար ասում է ոնց որ այս պահին է դա, դեռ կարճ է։ Ոնց որ ժամանակավոր հաջողություն է դա, երկարաժամկետ չէ։ Այնպես որ պետք է օգտվեք դրանից, եթե հատկապես փորձաշրջանում եք կամ միգուցե աշխատում եք եւ 10 օր փորձում եք կարող է երկրորդ 10-օրյակում սովորում եք, հետո որոշում եք մի հատ փորձարկեք, տեսնեք ինչպես է ստացվում, ժամանակավոր եւ դա ձեզ հաջողություն է բերում։ Մնում է արդեն դեկտեմբերը, որ տեսնեք թե ինչ կկատարվի դեկտեմբերին։ Ֆինանսական վիճակը եւ լավ է եւ վատ է։ Ինչ որ չափով է կախված է ձեզանից։ Շատ կծախսեք, քիչ կծախսեք, հա, թե ինչպես այն կօգտագործեք։ Այսքանը ձեզ համար թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբեր ամսին ֆինանսական եւ աշխատանքային վիճակը։ Առաջին 10-օրյակը, երկրորդը եւ երրորդը։ Եվ տեսնենք աշխատանքի հետ կապված ինչ փոփոխություններ կան աղեղնավորի նոյեմբեր ամիսը աշխատանքի հետ կապված երկրորդ եւ երրորդը տեսնենք ինչ կա հիանալի է առաջինը գումարային առումով այստեղ բավականին ուրախ կլինեք այստեղ ինչ որ մի գումար է գալու ձեզ
միգուցե նաև մեծ եկամուտ է, հաջողություն, արդեն պարզ կլինի ձեզ համար ինչից կարող եք գումար վաստակել, միգուցե աշխատանքը այնտեղ ընտրում եք աշխատանքը եւ ըստ ընտրության ձեզ համար արդեն պարզ է դառնում, որ սա ընտրեք, ինչքան գումար կունենաք, նա ընտրեք, ինչքան գումար կունենաք, հա, ձեր ֆինանսական վիճակը որքանով կբարելավի։ Բարեկեցությունը սա նշանակում ծաղկում, առաջ խաղացում ֆինանսական ոլորտում հիանալի է, հա, հիանալի է ստա։ Նաև եթե որևիցե ներդրում կատարեք, ապա դա եւս հիանալի կլինի եւ ձեզ մեծ եկամուտներ կտա։ Բացի դա էլ սա նշանակում է հասնել ձեր նպատակներին եւ ֆինանսական առումով կարող ուզում եք, որ ամիս ունենայիք օրինակ 1 միլիոն դրամ կամ 1 միլիոն դոլար եւ ոնց որ հասնում եք արդեն այդ ձեր ցանկացած այդ նպատակին։ Եվ ովքեր որ աշխատում են, այդ նույն քարտով իհարկե նշեմ, որ դա նշանակում է առաջ խաղացում նաև կարիերայում, ձեր կբացահայտեք ձեր տաղանդները կամ ցույց կտաք նաև ձեր տնօրենը կտեսնի ձեր տաղանդները, թե ինչ եք կարողանում դուք անեք։ Բայց աշխատանքի մեջ նաև պետք է նշեմ, որ այստեղ ընտրության առջև եք կանգնելու, կամ բիզնեսը աշխատանքը, կամ այս աշխատանքը թե նա դուրս գալ թե մնալ, հա, ինչ որ պահեր կան, որոնք որ դուք այն շաբաթվա ընթացքում կմտածեք, ծանրութեթև կանեք։ Միգուցե նաև բիզնես բացեք, թե չբացեք, կամ միգուցե նաև այդ հարցերն են, պարտադիր չի աշխատանքից դուրս գալը, մնալը կամ նման որից հարցեր լինեն։ Ինչ որ բաներ են, որ պետք է հստակ որոշում կայացնեք, հա, շատ կարևոր որոշում պետք է կայացնեք, աշխատանքի վերաբերյալ բիզնեսի նույնպես։ Երկու քարի արանքեք։ Եվ այստեղ կարող է թե գործընկեր ունեք, միգուցե ամեն մեկը գնա իր ճանապարհով, որոշեք, որ մենակ անեք արդեն գործը։ Արդեն ձեզ գործընկեր հարկավոր չէ կամ գործընկերը որոշի դուրս է գալիս, ամեն մեկը գնում է իր ճանապարհով։ Եվ տեսնենք հաջորդ 10-օրյակը։ Դե սա ընդհանրապես խաբեության քարտն է, որ մարդը մի փոքր նաև խաբեություն կա գումարի մեջ, պետք է զգուշ լինեք, աշխատանքի վայրում եւս պետք է ուշադիր լինեք, որպեսզի այստեղ կոնֆլիկտների մեջ չլինեք, նաև միգուցե գումարային կոնֆլիկտ է սա, կողքամ ինչապես գումարն է ընկել, բայց դե գումարը արդեն վերաբերվում է ավելի շատ աշխատանքին, բայց դա կարող է լինել աշխատավարձը չեն տալիս, այնտեղ ներսում գումար են հավաքել, գումարը տվել եք հիմա հետ չեն վերադարձնում, պետք է կարողանաք ձեզ զսպեք։ Եվ խաբեության քարտն է նաև դա, որ կարող են խաբել մարդը իր արարքից նաև մի քիչ գոհ է լինում, նաև մի քիչ է դժգոհ այդտեղ կանգնողը։ Նաև սա զգուշացում է ձեզ կորուստի հետ կապված ճիշտ ներդրում արեք, ճիշտ ծախսեր արեք, որպեսզի չկորցնեք գումար, նաև սա գործարքի է, պայմանագիր է, որը եւս պետք է լի ուշադիր կնքեք, որպեսզի կորուստներ չունենաք։ Հետո մարդը ցավում է իր արածի համար, ցավում է արդեն, բայց ուշ է լինում, հա, դրա համար պետք է ճիշտ անեք։ Իսկ աշխատանքի հետ կապված այս քարտը միայն ասում է, որ աշխատավարձը կբարձրանա, կարող եք նաև փոխել ձեր աշխատանքը ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի հետ, բոնուս ստանաք, ինչ որ 13-րդ աշխատավարձ, եթե նոյեմբերին են տալիս, չգիտեմ, ամեն միտեղ, մի ձև են տալիս, չեմ կարող հստակ ասել։ Բայց ինչ որ ֆինանսական հարցեր են այնտեղ, հենց կարող է դա է, խոսակցությունը հենց ցույց է տալիս, որ երկուսը միասին են այստեղ։ Կոնֆլիկտը ավելի շատ ֆինանսների հետ է կապված։ Կարող է իրոք աշխատում եք, աշխատավարձը ամեն անգամ ուշացնում են, դժվարությամբ են տալիս, ամեն անգամ նույն պատմությունն է, անդադ պետք է բզբզակ որ աշխատավարձը տան, հա։ Նույնն էլ այդ 10-ից 20-ը կարող է մինչև ամսի 10-ը պետք է տային, բայց 10-ից ամսի 20-ն է արդեն դեռ գումար չկա։
Միգուցե տանն է դա, պարտադիր չի աշխատավայրում լինի, հա տանը կարող է գումարի հետ կապված խոսակցություններ լինեն, նաև բիզնեսի մեջ, եթե բիզնես ունեք, ապա այստեղ գումար է գալու կամ ներդրում կարող եք անել, եւ խոսակցություններ կլինեն, ինչու այդքան գումար դրեցիր, այդքան գործի մեջ, այս պահին այդ գումարի կարիք ավելի շատ կար եւ այլն, հա նման խոսակցություններ կարող են նաև լինել ընտանիքում կամ ձեր շրջապատում, հա ձեր ամուսին կինը։ Եվ տեսնենք երրորդ ժամանակահատվածում, այստեղ տեսնում եք գումարի հետ կապված որևիցե մի եկամուտ կարող է գնալ ամենայն դեպս ձեզանից։ Դա այնպիսի մի բան է, հա գնում է, անվերադարձ է գնում դա։ Միգուցե դուք մտածում եք, որ այդ գործը, որը որ ձեզ եկամուտ էր բերում, այդքան էլ լավը չէ, այդքան էլ ձեզ եկամուտներ չի բերում, դրա համար կարող եք նաև իրեն հանել ձեր կյանքից։ Ասա պետք է դուք ինքներդ հանեք, որ ցավ չզգաք, դա է կարևորը։ Այս քարտում, որ պետք է դուք ինքներդ հանեք, ինչքան շատ հենց դուք հանեք, ավելի դա թեթև կտանեք։ Միևնույնն է, եթե դա ձեզ գումար չի բերում, ավելի լավ է չլինի։ Միայն պետք է հասկանալ, որ գումարի հետ կապված պետք է շատ ուշադիր լինեք այս ժամանակահատվածում, որովհետև դա նաև ընդհանուր գումարի կորուստ կարող է դիտվել, իսկ դա նշանակում է արդեն, որ գումարը պետք է դրամապանակը պետք է ճիշտ, հա, ավելի ուշադիր լինել, որպեսզի այստեղ այնտեղ չթողնեք, որպեսզի չկորցնեք նաև գումար, հստակ, հենց կոնկրետ գումարի մասին է խոսքը։ Նաև սա կարող է լինել ինչ-որ մի բանի փոփոխություն, թե որ ինչպես էիք առաջ գումար վաստակում, հիմա փոխեք ձեր ռազմավարությունը եւ սկսեք ուրիշ ձև արդեն, հա ոնց որ տրանսֆորմացիայի ենթարկվի ձեր ֆինանսական վիճակը։ Նոր սկիզբ է սա նաև, որովհետև այստեղ աշխատանքում բարձրունք ունեք եւ միգուցե պաշտոն են ձեզ տալիս, արդեն ոնց որ այն որ 50,000 եք ստանում, եկե դառնում է 150,000։ Հա դա եւս, հա կորցնում եք ոնց որ այն 50,000 աշխատավարձը, բայց ստանում եք 150,000։ Այդպես կոպիտ օրինակ, հա, որովհետև այստեղ բարձրացում կա, առաջ խաղացում կա աշխատանքում, բիզնեսում, դրա համար ձեր ֆինանսական վիճակը եւս տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Բայց ինչ որ մի բանը պետք է այսպես թե այնպես թողնեք, որովհետև կարող չեք հասցնում իրար հետ աշխատել, հա, կարող է պատասխանատվությունը շատ մեծ է, շատ եք աշխատում, շատ եք հոգնում եւ այլևս չեք կարողանում մյուս գործնել անել։ Ինչ որ մի բան պետք է թողնեք, որ ցե եկամուտի աղբյուր այսպես թե այնպես պետք է գնա, սա ավարտ է, սա վերջ է ինչ որ մի բանի։ Ուզեք չուզեք։ Եվ հենց կարող է ավարտվում այն աշխատանքը, որը դուք եք անում, որից էլ որ եկամուտ ունեք եւ անցնում եք ամբողջությամբ մեկ այլ աշխատանքի, որը եւս էլի նոր է ձեզ համար եւ կարող է հենց պետական հիմնարկությունում եք աշխատում, հա, պետական աշխատանք եք կատարում եւ այլևս են ուրիշ մանր-մունր այդ եկամուտների հետևից չեք ընկնում։ Դա արդեն ամսվա վերջ է լինելու։ Այսքանը ձեզ համար, որ ասեմ ինչ որ վատ ամիսեր չէ, միայն ամսվա մեջտեղում մի փոքր պետք է արդեն ուշադիր լինել ֆինանսական հարցերին։ Այսքանը ձեզ համար, թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը։ Գնանք այդ եղջյուրների։ Տեսնենք, այդ եղջյուրներին ինչ է սպասվում ֆինանսական առումով նոյեմբեր ամսին։ Առաջին տասնօրյակը, երկրորդ եւ երրորդը։ Եվ տեսնենք աշխատանքի հետ կապված առաջին տասնօրյակը, երկրորդը եւ երրորդը։ Հա, տեսնենք ինչ է ընկել։ Ոնց որ ժլատ մարդն ես, հա, գումար կարող եք հետ գցել, գումար կարող եք հավաքել։ Միգուցե իրոք կարիքը կա, որ գումար հետ գցեք, գումար հավաքեք։ Եվ առաջին տասնօրյակում կարող եք փորձել վերահսկել, վերահսկողության տակ պահել այն իրավիճակը, որը որ կատարվում է, որ հենց այսպես լինի ամեն ինչը։
Նաև կարող է դա լինել վախ, կորուստի վախ եւ դրա համար կարող է ամեն ինչը վերահսկեք, որ ամեն ինչը նորմալ լինի, հա, այդպես լինի, ինչպես որ կա, որ կորուստ մարդը չունենա։ Նաև կամ որ պետք է ձեր ռեսուրսներով կիսվեք, հա, դա ձեզ կարող է նյարդայնացնում, հա։ Սա նաև ֆինանսական առումով ոնց որ էլի իմ ասածի նման, հա, հավաքում եք եւ բացի դա էլ ոնց որ վաղ կա ծախսելու մեջ, ավելի հետեւողական կլինեք ծախսերի մեջ, ավելի կցանկանաք, որ ֆինանսապես ավելի կայուն լինեք, ավելի ապահով լինեք, որպեսզի հանգիստ լինեք, հա, որտեվ սա այս մարդը ոնց որ մտցնում է այստեղ այնտեղ, որ իմանա, որ գումար ունի, որ ինքը հանգիստ է, հա, որ խնդիրներ չի ունենալու եւ ձեր ռեսուրսները ֆինանսական եւ կարելի ասել աշխատանքային այդ ամեն ինչը ոնց որ պահում եք լավ պահպանում եք, այդպես կարելի ասել։ Իսկ լուսինը ընդհանրապես աշխատանքում դա էմոցիաներ են, միգուցե ձեզ ոնց որ ասում են հեղինակավոր մարդ դառնա կամ ձեզ ավելի ուրիշ ձև ընդունեն։ Նաև սա ստեղծագործական որևիցե մասնագիտություն է, կարող եք ստեղծագործությամբ սկսել զբաղվել, փառք է, ճանաչում է, նաև կարող է փոխվում է աշխատանքային այնտեղ ոնց ասեմ, մթնոլորտը, հա, կարող է այդպես փոխվի կամ տրամադրվածությունը նաև ձեր փոխվի այդ աշխատանքի հետ կապված։ Նաև սա կին է, հատկապես ձեր մայրն է, միգուցե ձեր մայրիկի հետ որոշում եք որևէ բիզնես սկսել, հավաքում եք, այդպես պահպանում եք գումարները, որպեսզի նաև ինչ-որ բիզնես սկսեք։ Դե համենայն դեպս ինքը շատ լավ քարտ է առաջին տասնօրյակի համար, երկուսն էլ լավ քարտ են, լավ բան է, որ մարդը գումար հետ գցի բնականաբար, հա, դա ամենալավ բանն է։ Աշխատանքի մեջ այստեղ խոսեմ նաև միասին ֆինանսների հետ կապված։ Եթե ֆինանսական քարտը եւս ուսումնասիրենք աշխատանքով, դա ցույց է տալիս, որ ոնց որ ձեր դիրքում եք այդպես կանգնած, դուք եք որ կաք եւ կարող են արդեն սկսեն կամ ինչ որ մի դիրք են տվել ձեզ, ինչ որ մի բան է, որից հետո սկսում են արդեն բամբասանքները։ Նաև կարող եք այստեղ մի փոքր անհանգստանալ աշխատանքի հետ կապված, մի փոքր ստրեսային վիճակ լինի, կամ շատ շփում, շատ տարվերցնել, հա, ոնց որ այդ աշխատանքային թեման լինի։ Նաև սա ուսում է, որ կարող եք գնալ սովորելու։ Նաև սա սովորեցնում եք, դուք եք սովորեցնում կամ որևիցե աշխատանքային ջանքեր են, որոնք որ պետք է գործադրեք։ Միգուցե ավելի շատ եք գործադրելու այս մեջտեղում նոյեմբերի, քան իրականում, որ դուք անում եք։ Հա, կարող է ավելի շատ մեջտեղից, որովհետև այնտեղ թագուհին է, իսկ թագուհին դա նշանակում է ամեն մեկը իր դիրքում է, ինքը իր դիրքում է գտնվում։ Եվ դուք կարող եք ավելի մարդկանց ոգեշնչել, ավելի ոնց որ լիդերը, հա, սա նաև դրա համար էլ մի կողմից կարող է ձեզ տվել են այդ աշխատանքը, կարող է ինչ-որ մի փոփոխություն կա, եւ դուք ինչ-որ չափով է վախենում եք այդ աշխատանքը կատարելուց, որովհետեւ ոչ բոլորն են, չէ, որ կարող են լիդեր լինել կամ փորձել այդպես վերահսկել կամ իրենց հետևից տանել մարդկանց, ինչ որ ավելի շատ այդ տասնօրյակում կարող եք ավելի խարիզմով լինեք եւ ոգեշնչեք դիմացինին։ Նաեւ շատ ճիշտ կկարողանաք կառավարել ձեր գումարները, ձեր ռեսուրսները, նաեւ ֆինանսական կայուն վիճակ է, ոնց որ ոչ wokից կախման մեջ չեք ֆինանսապես։ Կկարողանաք ձեզ քաշել, հա, այդ ամեն մի հաջողությունը ֆինանսական, որը որ գոյություն ունի։ Դե կարողանում եք նաև կառավարել ձեր բոլոր ֆինանսական մուտքերը, ելքերը, այնինչ որ կան, որտեղ որ ձեզ համար ավելի հաջողակ է, հա, դուք այդտեղ ունեք, հա, ձեր առանց ձեր այդ դրա ոչինչ պետք չի ձեզ, ամեն ինչ մարդը անում է հանուն իր, բնականաբար, ինչ որ մի բանի պատճառով, չէ, ինչ որ մի բանի համար է դա։ Նաև հնարավոր է, որ այստեղ ստեղծագործությամբ էլ գումար վաստակեք,
եթե նման գործերով եք զբաղվում։ Եվ տեսնենք վերջին 10-օրյակը հանգստանալու ժամանակն է այստեղ։ Նայեք, ինքը սա այս քարտը նշանակում է հանգիստ, հա, կարող եք նաև հանգիստ վերցնել եւ գնալ հանգստանալու։ Դուք ինքներդ կարող եք կամ դիմել, կամ այդ դրա կարիքը կզգաք, որ գնաք մի փոքր հանգստանալու ուղղակի, կամ ժամանակավոր դադար տալ աշխատանքին կամ գումար աշխատելուն, հա, այդ ինչ որ նման պահերով։ Եվ դուք եւ ձեր տնօրինությունը, հա, կարող է պետք է մի հատ վերականգնվեք եւ նորից հետո հետ գաք։ Իսկ ֆինանսական առումով սա նշանակում է ֆինանսները ժամանակավոր կարող են կանգ առնել, հա, կարող են գումար չգալ այս պահին ձեզ մոտ, կամ ֆինանսական այդ գործերին մի հատ է վերանայեք, ինչ որ նոր պլաններ կազմեք ֆինանսական նման գործողություններ։ Ոնց որ մարդը հանգիստ է եւ արդեն փնտրում է, թե ինչպես գումարները ճիշտ բաշխի, ինչ անի։ Իսկ աշխատանքի հետ կապված սա տղա է, դե բնականաբար տղան մնում է տղա։ Գալիս է միգուցե ձեզ մոտ աշխատելու, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե տղայական աշխատանք անեք, միգուցե հա ինչ որ աշխատանք է, որը տղաներն են անում, դուք կարող եք որոշեք այդ աշխատանքով զբաղվել եւ անել դա։ Ինչ որ մեկի հետ կարող եք աշխատել, հա, որ տղա է գալիս եւ իր հետ աշխատում եք, նաեւ սա աշխատանքային վայրում սիրավեր դա կարող է լինել, ինչ որ մեկը սիրահարվի ձեզ, կամ դուք սիրահարվեք իրեն, կամ այդպես սկսվի, հա, ինչ որ հարաբերություններ աշխատանքում, աշխատանքի վայրում։ Կամ տնօրենն է, ում հետ որ անընդհատ կառնչվեք այդ 10-օրյակում, կամ այդ 10 օրը պետք է ինչ որ մի տղա է գալիս, ում պետք է սովորեցնեք ինչ անի, ինչպես վարվի, ինչ որ աշխատանքի հետ։ Կարող դրա համար է հանգիստը, որ կարող ձեր տղան է գալիս եւ ձեր աշխատանքն եք այդտեղ կանգնեցնում, ֆինանսները նույնպես ամեն ինչը կանգնում է, զբաղվում եք ձեր տղայով։ Դե նաեւ գիտեք գոլեգան է սա, մենեջերը կարող է լինել, կամ եթե բիզնես ունեք, ապա բիզնես գործընկերը դա կարող է նաեւ լինել։ Այսքանը ձեզ համար, թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար լինի ամենահաջող ամիսը։ Լավ եղեք։ Գնանք ջրհոսներին, ուզում եմ շարունակել, որպեսզի անընդհատ ամեն օր ձգձգվում է այս տեսանյութը, որպեսզի այն չձգձգվի։ Ոչինչ, մի փոքր լույսի ներքո կանենք։ Թվում ավելի կարևոր է թե ինչ եք լսում, քան թե ինչ եք տեսնում։ Չնայած որ ազդում է տեսանյութը, հա, YouTube-յան ալիքի վրա։ Տեսնենք ջրհոսներին ինչ է սպասվում նոյեմբերին ֆինանսական առումով։ Առաջին հատվածը, առաջին 10-օրյակ, երկրորդ 10-օրյակ եւ երրորդը։ Դե լավն էր, լավ քարտեր։ Եվ տեսնենք աշխատանքային առումով հիայ։ Տեսնենք աշխատանքային առումով ինչ է սպասվում նոյեմբերին։ Երկրորդ եւ երրորդ 10-օրյակը։ Տեսնենք։ Այստեղ ոգևորված եք, բայց նաեւ այս քարտը նշանակում է մարտական եք տրամադրված։ Ամեն ինչում, հա, ամեն ինչում մարտական եք տրամադրված, շատ արագ որոշումներ կկայացնեք այս 10-օրյակի ընթացքում, նաեւ ֆինանսական առումով նույնպես ավելի հաստատուն վստահ ֆինանսական ոչինչ որ քայլեր կկատարեք, բայց նաեւ մի փոքր ագրեսիա կարող է լինել այստեղ ձեզ մոտ, որովհետեւ ինչ որ մի բանը որ արագ է մարդը անում, այդպես ոգևորված, նաեւ կարող եք ինչ որ չափով ագրեսիա լինի։
Եվ դա նաև նշանակում է, որ կլավանա ձեր ֆինանսական վիճակը բնականաբար, մարդը եթե ձգտում է ավելի շատ ու ավելի շատ աշխատի, բնականաբար ավելի կլավանա ձեր ֆինանսական վիճակը։ Իսկ աշխատանքային առումով կին է սա, դե կինը մնում է կին։ Դա ինչ որ մի կին է, ում հետ որ կարող եք աշխատել, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ձեր գոլեգան է ցույց տալիս, ձեր մենեջերը, ում հետ հարկ կլինի շփվել այս 10 օրվա ընթացքում, ձեր ընկերուհին է տեղափոխվում ձեզ մոտ աշխատանքի, գուցե դասավորում է, օգնում է ձեզ, որպեսզի ընդունվեք իրենց մոտ աշխատանքի, ինչ որ մեկը կարող է գալ, ում որ դուք դաս եք տալիս, եւ այդպես ոգևորված կարող դասել, կամ ինչ որ մեկը կարող են բերել փոխարինի ձեզ, կամ նման որոշ մի բան եւ դուք դա եք էլի կարող է դժվար եք ընդունում որևիցե մեկին, ով նոր է եկել եւ պետք է աշխատի ձեզ հետ եւ այդպես կարող է նաեւ ինչ որ չափով էլ խոսակցություններ լինեն, որովհետեւ այնտեղ կա, ագրեսիվ պա ձեզ մոտ։ Դե ինչ որ հատուկ մեկը չէ, կարող ուղղակի սովորեցնում եք կամ ձեզ հետ պետք է աշխատի, ստիպված պետք է իրար հետ աշխատեք կամ ձեր տնօրենն է, ինչ որ մեկն է, ով որ ազդեցիկ է։ Տեսնենք հաջորդ դասնորյակում, այստեղ մեկը մյուսից հիանալի քարտեր են, ասա, ծաղկում, առաջ խաղացում են, մյուսը նույնպես։ Ուրեմն երկրորդ դասնորյակում բավականին շատ լավ քարտ է, դա առաջ խաղացում է, դա կայունություն է նշանակում, նաև ինչ որ մի կարևոր էտապի ավարտ է ձեզ համար, որից հետո ձեզ մոտ կգա հաջողությունը, նաև ֆինանսական առումով եւս նույնպես հաջողություն է ձեզ սպասվում, ավելի մասնագիտական կապերի ամրապնդում, եթե դուք ինչ-որ մի բանի մասնագետ եք, ապա մյուսի հետ ավելի կամրապնդվի ձեր կապը։ Իսկ աշխատանքի հետ կապված եւս դա ասում է, որ աշխատանքը կարող է դանդաղ է առաջ գնում, դանդաղ է առաջ խաղացում ունենում, բայց կայուն է, արմատներ է մխրճում եւ պետք չի անհանգստանալ աշխատանքի հետ կապված։ Այնպես որ եթե անհանգստանում եք, պետք է հասկանաք, որ սա դանդաղ է, բայց կայուն աշխատանք է, դուք քիչ-քիչ եք բարձրանում, ինչպես ծառը, բայց ամուր է դա լինում։ Մխրճվում եք այդ աշխատանքի մեջ եւ որպեսզի եւ այլևս դուրս չեկա։ Դե համար ինչ որ արդեն գիտեք, որ կայուն է աշխատանքը, օրինակ դրսում ինչպես է տալիս են ավելի երկարաժամկետ աշխատանք կամ մշտական, ոնց որ երբ որ մարդը մշտական է լինում, արդեն ամեն ինչը հանգիստ է, ամեն ինչում հանգստություն է իր մոտ եւ չի մտածում, որ կարող է աշխատանքից ազատվել, դուրս գալ, այդ ամեն ինչը ավելի ուրիշ ձև է իր մոտ արդեն, ուրիշ ձև են նայում դրան, որովհետեւ դե արդեն գիտես վստահ ես, որ միշտ գումարը կունենաս, բացարձակապես խնդիր չես ունենա ֆինանսապես, եւ ավելի կայուն է, դե համար այստեղ ոչ մի խնդիր, ոչ աշխատանքում ունեք, ոչ միայն աճ։ Եվ երրորդ դասնորյակում, այստեղ արդեն մի փոքր կամ ձեր դիրքի համար եք այստեղ վիճում, կամ նաև սա կարելի ասել եւ դիրքի եւ անվան, եւ կարող է ունեք օրինակ բիզնես եւ ոնց որ երկուսով պայքարում եք, թե ում բիզնեսն է ավելի լավ կամ ով է ավելի լավ արտադրում, ով է ավելի լավ մասնագետ, այդ ինչ որ պահ կա, մրցույթ է, մեկը մյուսի մեջ։ Նաև սա նշանակում է, որ դուք ավելի այդպես ոգևորված եւ ավելի ձգտումով, կարող եք գնալ, որպեսզի հասնեք ձեր նպատակներին, որ ասում աչուձախ չեք նայի, բոլորին կվանեք, ով որ խանգարի, որպեսզի դուք գնաք հասնեք ձեր նպատակներին։ Ձեր այնինչ որ դուք ուզում եք։ Նույնն էլ գումարի հարցում է, թե դուք ուզում եք հասնել այսպիսի գումարային դիրքի, որ այսքան գումար ունենաք, ապա եւս կգնաք եւ այդ պայքարը բավականին շատ կլինի, որպեսզի գնաք հասնեք ձեր այն նպատակին, այն դիրքին, որը դուք եք ուզում, եւ աշխատանքային եւ ֆինանսական առումով։
Իսկ աշխատանքում սա նշանակում է կամ աշխատանքի վայրում այստեղ որևիցե առիթ կա լինի, որը կնշեք, կամ միգուցե այնտեղ որտեղ աշխատում եք ինչ-որ տարեդարձ է, օրինակ ինչ-որ մի օֆիսի 5-րդ տարին է եւ այլն նշում եք։ Սա նաեւ հասարակական գործունեություն է, որով որ կզբաղվեք այս վերջին տասնօրյակում, աշխատանք մարդկանց հետ, կոնֆերանսների կարող եք մասնակցել, շատ կապը բավականին շատ լինի, շատ տարբեր մարդկանց հետ կապի մեջ լինեք։ Նաև սա PR է, սա նաև գովազդ է, որ դուք կարող եք ձեզ գովազդել վերջին տասնօրյակում նոյեմբերի։ Հիանալի էր, ամենայն դեպս, ձեզ համար չգիտեմ, ամենայն դեպս հիանալի քարտեր էր, այստեղ երկու շաբաթ ամսվա մեջ սկզբը եւ վերջը պայքար է, որպեսզի ձեր ուզածին հասնեք, հա, իսկ պայքարը դա միշտ այն է, որ մարդը հասնում է իր ուզածին։ Այսքանը ձեզ համար, թող որ նոյեմբեր ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը։ Եվ կնայենք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբեր ամսին գումարային առումով, ֆինանսական առումով։ Առաջին տասնօրյակը, երկրորդ եւ երրորդը։ Եվ տեսնենք աշխատանքի հետ կապված ինչ կա։ Աշխատանքը ձկների համար նոյեմբեր ամիսը, առաջին տասնօրյակ, երկրորդ եւ երրորդը, քարտերս թռան։ Եվ տեսնենք ինչ կա առաջին տասնօրյակում։ Հանգստություն է սա, հանգստություն կամ հանգիստ աշխատանք, այդպես կարելի ասել, կամ ժամանակավոր հանգիստ եք տվել ձեզ աշխատանքից։ Բայց աշխատանքում առաջ խաղացում ունեք, բարգավաճում, այնպես որ դե կարիերան նաև կբարձրանա, բիզնես եթե ունեք, բիզնեսը առաջ խաղացում, կարող արդեն ամեն ինչը լավ է, ամեն ինչը նորմալ է, կարգին է եւ դուք ուզում եք ի վերջո հանգստանաք։ Ամեն ինչին հասել եք, ամեն ինչը նորմալ է, ոչ մի խնդիր չկա եւ ի վերջո ձեզ պետք է հանգիստ, հանգստանաք, վայելեք եւ ֆինանսապես կարող հանգիստեք եւ այստեղ շաբաթվա ամսվա սկիզբը մինչեւ 10 օրը միգուցե նաեւ այդպես գումար էլ հատուկ չի գալիս, արդեն գումարը եկել վերջացել է, ոնց որ արդեն վերջ, այլևս չի գալու, ոնց որ ավելի հանգիստ եք, գումարի առումով հանգիստ եք, աշխատանքի առումով հանգիստ եք այդ 10 օրը, այնպես որ եթե ովքեր որ աշխատանք են փնտրում գնացեք, որովհետեւ հավանականությունը շատ մեծ է որ աշխատանք կգտնեք դուք։ Այնպես որ հանգիստ գնացեք աշխատանք փնտրելու։ Ովքեր որ աշխատում են, սա առաջ խաղացում է, սա բարձրունք է դեպի վեր։ Մի կողմից կարող եք հանգստանալ, մի կողմից արդեն ասում եմ դիրքը ունեմ, վերջ գնամ հանգստանամ, ժամանակն է հանգստանալու իհարկե։ Եվս սա հաջորդ տասնօրյակը եւս հիանալի է։ Երկրորդ տասնօրյակում նաև աշխատանքում եւ ֆինանսներում ոնց որ մարդը վերադառնում է նախկին կամ նախկին աշխատանքին կարող եք վերադառնալ կամ նախկին կապերին կամ նաև նախկին պրոյեկտներին, որոնք որ կային արկային եւ դա կփորձեք նորից իրականացնել այդ վերջին տասնօրյակը։ Միգուցե ասենք օրինակ ամեն տարի ամանորի շեմին, որ այսօր գործողություն եք աման նորից էլի նոյեմբերին հա մարդիկ կան խաղալիքներ են սարքում, ինչ որ բաներ են գործում, հա կենթանիներ, որոնք որ այդ տարվա խորհրդանիշն է նույնից վերադառնաք ոնց որ այդ նույն պահերին եւ նույն շփումներին, որոնք որ ժամանակին եւս արկային։ Ֆինանսական առումով կարող եք նաեւ գումար վաստակել նախկին գումարներից, որոնք որ նախկինում եք կարող եմ ձեզ պարտքեն վերադարձնում են կամ էլի այնպիսի աշխատանք է, որ նախկինում եք արել, հիմա եւս էլի անում եք, եւս էլի նորից գումարներ եք ստանում դրա դիմաց։ Նաև ֆինանսական կարող է ինչ-որ մեկին օգնում եք ֆինանսապես։ Իսկ սիրտը դա ցույց է տալիս կամ աշխատանքի վայրում սա նոր սեր է, կամ աշխատանքը սիրով կանեք, գոլեգաները ձեզ հետ սիրով կլինեն, կոլեկտիվը ամեն ինչը սիրով կլինի, տնօրինությունը նույնպես,
Սիրում եք դուք ձեր աշխատանքը կամ այնպիսի աշխատանքի կընդունվեք, որը սիրում եք, կամ այնպիսի աշխատանք սկսեք անել, որը դուք սիրում եք, ձեզ համար դա հիանալի է, ձեր սրտովը եւ անում եք ավելի հավեսով, ավելի սիրով կանեք ձեր աշխատանքը նաեւ, եթե մինչեւ այդքան էլ չեք սիրում, հիմա մի տեսակ ուրիշ ձևով կանեք այդ վերջին 10 օրը։ Դե կարող է անցնում եք նախկին, ինչ որ մի բանին, որը շատ եք սիրում, դրամ այլ այդպես հավեսով եք անում, այն ինչ որ նախկինում եք անում։ Դե այդպես է, չէ՞ որ մարդը անում է, դա թողում է, նորից էլի անընդհատ, եթե հնարավորությունը երիքում է, էլի նորից ժամանակ ունի, էլի նորից գնում է այդ աշխատանքով է զբաղվում եւ դա իրեն ուրախացնում է, որտեւ իրեն սիրելի աշխատանքն է։ Ոնց որ հաճույք կստանաք ձեր աշխատանքից այդ 10 օրվա ընթացքում, ամեն ինչ նորմալ է։ Նոր հնարավորություններ կարող են լինել եւ նոր հնարավորություններ զբաղվելու ձեր սիրած աշխատանքով։ Եվ տեսնենք վերջին 10 օրյակը եւս հիանալի քարտը, մեկը մյուսից հիանալի է, հարգելի ձկներ, նոյեմբեր ամիսը ձեզ համար ուղղակի հիանալի ամիս է, բայց այստեղ պետք է հասկանալ, նայեք, այստեղ դիրքում եք արդեն նստած, ձեր դիրքում եք, որ ուզում եք, ձեր դիրքն եք գրավում եւ ամեն ինչից գոհ եք եւ ձեր աշխատանքից եւ ձեր հասածից, որտեղ որ դուք հասել եք ընդհանրապես եւ բայց պետք է հասկանալ այնտեղ հաջողությունն է, այդ հաջողությունը ժամանակավոր է, այդ հաջողությունը ոնց որ մշտապես չի դա։ Պետք է եւս էլի շարունակեք այստեղ ոնց որ հաջորդը աշխատանքը, որը որ կա, այդ աշխատանքը ցույց է տալիս, որ այս պահին, այս 10 օրը որևիցե ինչ-որ մի բանի կհասնեք, որևիցե մի բան ձեր սրտով կլինի, եւ ֆինանսապես, եւ աշխատանքի մեջ, ոնց որ կասեք, այո, ես հասա իմ ուզածին, հիմա ես այն դիրքում եմ, որ ես կամ, որ դուք ուզում եք, որ հասնեք։ Բայց ոնց որ այս 10 օրը դուք ամեն ինչը շատ լավ կանեք, շատ լավ կկազմակերպեք, ամեն ինչը ոնց որ ավելի լավ կլինի։ Ֆինանսապես եւս, դուք հասել եք արդեն նրան, ինչին որ դուք ձգտում եք, ինչին որ ուզում եք, եւ ոնց որ այստեղ մարդը նստած է եւ նշում է արդեն որորդ բաժակն է խմել, նշում է իր հաղթանակը, իր ֆինանսական հաջողությունները, իր ֆինանսական բարեկեցությունը։ Եվ դա ոնց որ ձեր ջանքերի արդյունքն է, որ դուք ունեք։ Իսկ դե հաջողությունը, աշխատանքը եւս, կարող եք այս 10 օրվա ընթացքում ինչ-որ մի աշխատանք գտնել ձեզ համար եւ աշխատել եւ դա ձեզ հաջողություն կբերի։ Բայց այս աշխատանքը, որով կզբաղվեք այդ 10 օրը, դա ոնց որ մշտապես չէ, դա ժամանակավոր ինչ-որ մի բան է, որը ձեզ հաջողություն կբերի։ Այսքանը ձեզ համար հիանալի ամիս էր, առաջ խաղացումներով եւ ֆինանսապես ամեն ինչը նորմալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ ամենահաճելի ամիսն եմ մաղթում, թող որ նոյեմբեր ամենահաջողակ ամիսը լինի ձեզ համար, լավ եղեք։